Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին։ Պարոն Չալաբյան, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Մենք այսօր հաղորդման ընթացքում խոսելու ենք եկեղեցու դեմ արշավի եւ վերջին շրջանի կարևոր իրադարձությունների մասին, բայց մինչ այդ կոնկրետ ինձ համար եւ մեզ դիտողների համար մի շատ կարևոր ճշգրտումներ պիտի անենք։ Տեսեք, Ներողություն եմ խնդրում, թույլ տվեք ես էլ ողջունում եմ հանդիսատեսներին։ համեցեք։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, նաև ողջունում եմ բոլոր հանդիսատեսներին, կներեք գոզս ընդհատեցի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Պարոն Չալաբյան, տեսեք, ինչ կարևոր ճշգրտումների մասին է խոսքը։ Դուք հայտ եք ներկայացրել մասնակցելու 2026-ի խորհրդարանական ընտրություններին, հետևել եմ ձեր հարցազրույցներին, ասել եք, որ պատրաստվում եք մասնակցել, ինչ ձևաչափով դեռ Եթե ճշգրիտ հայտ դեռ չենք ներկայացրել, ասենք, որ դա արդեն բանավոր մակարդակով հայտ է։ Բայց պետք է ճշտել նախ դուք ընդդիմադիր եք, իրական, այսպես ասած, ընդդիմադիր եք, թե քաղաքական այս փուլում ինչ որ խնդիր ունեք լուծելու։ Հիմա եթե սենց կոպիտ ասեմ, ձայն եք ուզում փախցնել, կարող է դուք էլի ասեք ընտրություններից հետո, ասենք թողնում եմ այս ամեն ինչը, գնում եմ արտասահման եմ գնում իմ գործերով զբաղվելու, կամ չգիտեմ, ասեք քաղաքականությունը իմը չի, թողնում եմ եւ այլն, որովհետեւ նման բան եղել է ձեր կյանքում։ Տեսեք, իհարկե մի քիչ ձեր հարցը մանից երևակայության ու կոնսպիրոլոգիայի ժանրից է, էլի, բայց իրականությունը հետևել է։ Նախ ընտրություններին ես չեմ մասնակցում է Հայակվեի քաղաքական թիմը, որը այս ընթացքում Հայակվեն քաղաքացիական միավորում է, բայց իր ներսում քաղաքական թիմ է ձևավորվում եւ հասունանում, այսինքն խոսքը չի գնում իմ մասին անհատապես, խոսքը գնում է մեր թիմի մասին, այդ մեկ։ Երկրորդը, մենք ընտրություններին չենք մասնակցում ձայն փախցնելու համար, որովհետեւ մենք ընդհանրապես որպես այդպեսին ընտրությունները քաղաքական էլ չենք համարում։ Մենք ընտրությունները համարում ենք ըստ էության որպես Հայաստանի համար ճամփաբաժան եւ ինչ որ իմաստով վերջի հնարավորություն կանխելու Հայաստանի կլանումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Մենք համոզված ենք, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում, հուսով ենք, որ դա տեղի չունենա, Հայաստանը աստիճանաբար կտարալուծվի թուրանական տարածքում եւ Փաշինյանի վերջի տարիների բոլոր գործողությունները շատ հստակ է տրամաբանությամբ են առաջնորդվում։ Ոստի եթե մենք մասնակցենք ընտրություններին, ոչ թե որպեսզի ինչ-որ ձայն տանենք, պատգամավոր դառնանք եւ այլն, դա բնավ, ասենք, մեր համար ինքնանպատակ չի, նույնիսկ ընդհանրապես նպատակ չի որպես այդպեսին։ Մենք այս ընթացքում, օրինակ այս տարվա ընթացքում երկու թիմ ընտրությունների ցույց ենք տվել, որ հնարավորություն ունենալով մասնակցելու փոխարեն օրինակ նախընտրել ենք դիտորդական առաքելություններ իրականացնենք, որոնք ունեցել են հսկայական մասշտաբ յուրաքանչյուր դեպքում եւ Գյումրիում եւ Վաղարշապատում մեր դիտորդական առաքելությունը ավելի մեծ թվով դիտորդ է ունեցել, քան մնացած բոլոր դիտորդական առաքելությունները միասին վերցած, այսինքն այդ ռեսուրսը, որ դու դներ ընտրությունների մեջ, կարող է նաեւ ընտրվել։ Այս մեր խնդիրը երբևիցե չի եղել, որպես այդպեսին մեկ կամ երկու ձայն տանելը։ Մեր խնդիրը եղել է կանխել այն աղետը, որը հասունացել է մեր երկրի գլխին։ Այդ իմաստով ուզում եմ ձեզ նաև հիշեցնել, որ դեռևս հոկտեմբեր ամսին մենք Ծիծեռնակաբերդից ուղերձ ենք եղել, որով հստակ ասել ենք, որ մեր մասնակցությունը ընտրություններին լինելու է բացառապես դաշինքային։ Մենք չենք ցանկանում տեսնել ազգային դաշտը, չեմ ուզում նույնիսկ ընդդիմադիր բառը օգտագործում, ազգային դաշտը ֆրագմենտացված։ Եթե խնդիրը ընտրությունների իսկապես կամ աչա կամ ձախ է եւ ներփերանգներ չկան որպես այդպեսին, ուրեմն պետք է հնարավորինս չափ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա եւ ընտրություններին պետք է մասնակցել արտախորհրդարանական ուժերի, հատուկ ուզում եմ շեշտեմ, արտախորհրդարանական ուժերի միասնական ճակատով։ Մենք հիմա դրան ենք գնում եւ մեր նպատակը դա է։ Դուք ասացիք երևակայության դաշտից է, հա, իմ հարցը։ Ես հիմա հողի վրա օրինակ բերեմ, ինչու են այս հարցերը առաջացել։ Պարոն Չալաբյան, տեսեք, 2018-ին ազգային օրակարգ կուսակցությունը երբ որ ստեղծում եք, 18-ի դեկտեմբերին գրանցումը եղավ, համենայնդեպս 18-ի դեկտեմբերին չեղավ, 19-ի նոյեմբերին։ Վիկիպեդիայում նշված է 18-ի դեկտեմբեր, դրա համար եմ ասում։ Երևի գրանց այդ օրը անունը 18-ի դեկտեմբերին մենք հրապարակել ենք հռչակագիրը, դեկտեմբերի 24-ին։
Հետո ավելի ուշ է։ Կուսակցության հիմնադիր համագումարը եղել է 19 թվականի նոյեմբերի 2-ին։ Երբ որ ստեղծեցիք ազգային օրակարգ կուսակցությունը, հարցազրույցներում ձեր հայտարարեցիք, ասեցիք, հիմա մենք արտախորհրդարանական ընդդիմություն ենք, բայց սա չի նշանակում, որ ընդդիմություն ենք մնալու, իշխանություն կարող է մի օր դառնանք, այսինքն սովորաբար ոնց որ լինում է քաղաքական ուժերի հետ։ Ուղիղ 2 տարի անց 2020-ի նոյեմբերի 11-ին եթե 19 վերցնենք, ձեր ասած բանի օրը, համագումարի օրը, ոչ թե հռչակագրի, եթե այդպես վերցնենք, 1 տարի հետո 20-ի նոյեմբերի 11-ին հայտարարեցիք, ասիկ կասեցնում եմ քաղաքականության իմ գործունեությունը, էլ քաղաքականությամբ չեմ զբաղվելու, ես գնում եմ երկրի անվտանգությամբ զբաղվեմ, ու երբ կզգամ, որ անվտանգությունը բավարար մակարդակի, այսինքն ունենք անվտանգության ինչ-որ բան, մակարդակ, ես նորից կվերադառնամ քաղաքականություն։ Հիմա դրա համար ձեզ ուզում եմ հարցնել, քաղաքականություն եք եկել, անվտանգային հարցերը լուծված են դրա համար եք եկել, թե ձայն փախցնելու, հենց այդ չեմ հասկանում։ Ես զարմանում եմ, որ անդադար ձայն փախցնելու բառն եք օգտագործում, այդ մի քիչ գիտեք, բան կա, որ աթոռակռիվ են տալի, ձայն են փախցնում եւ այլն։ Հիմա տեսեք, բացատրեմ ինչու եմ ես վերադարձել, դեպս քաղաքականության մեջ չեմ ֆորմալ տեսանկյունից, որտեղ քաղաքացիական միավորման համակարգող եմ, երբ որ պաշտոնապես հայտ կներկայացնենք, այդ ժամանակ ասեք եկել են քաղաքականության մեջ։ Մինչև հիմա մենք ավելին ձեզ ասեմ 3 տարի է մենք իրականացնում ենք լայն մասշտաբի հանրային գործունեություն, չլինելով քաղաքականության մեջ եւ փաստացի չձգտելով մինչ այժմ իշխանության։ Մենք փորձել ենք մեր երկրին օգտակար լինել առանց իշխանության հավակնության։ Բայց ինչի՞ եմ ես վերադարձել հանրային։ Ինչի կասեցրիք այն ժամանակ, ասեցիք գնում։ Ինչի կասեցրի այն ժամանակ, ինչի վերադարձա։ Երկի անվտանգային խնդիրները չեն լուծվել։ Բայց փորձենք հասկանալ տրամաբանությունը այդ գործողությունների։ Ես դուրս եկա ազգային օրակարգ կուսակցությունից, որի հիմնադիրներից մեկը ես եմ եղել, բնականաբար, ենթադրելով, որ պատերազմի պարտությունից հետո մեզ պետք է ըստեյության զբաղվել երկրի անվտանգային համակարգը վերականգնելով։ Եվ 1.5 տարի իմ ժամանակը եւ իմ մասնագիտական գիտելիքները ես ներդրել եմ ռազմարտությունաբերություն ստեղծելու, ռազմարտությունաբերական ընկերություններ ոտքի կանգնեցնելու, առանց իշխանությունների հետ համագործակցության, առանց անմիջական համագործակցության, ՊՆ-ի հետ չի եղել համագործակցություն։ Այդ շրջանում չէ, որտեղ այդ ընկերությունները ավելի ուշ են սկսել ՊՆ-ի հետ անմիջական կոնտակտների մեջ մտնել։ Ես բացատրեմ ինչ մը խնդիրը, ռազմարտությունաբերության մեջ ինկուբացիոն, այսպես ասած, ժամանակաշրջանը երկար է։ Դուք մի քանի տարի սպառազինություն եք մշակում, փորձարկում, հետո սխալներ ուղում եւ այլն, ու հետո դրանից հետո միայն կարող եք հաճախորդին դա առաջարկել։ Հիմա այդ ընկերությունները աշխատում են արդեն պաշտպանության նախարարության հետ, բայց ես իրանց հետ չեմ աշխատում։ Ես իմ միսիան այդ իմաստով առաքելությունը կատարել եմ այդ ժամանակ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ, որը ինձ դրդեց վերադառնալ հանրային դաշտ։ Բացի ռազմարտությունաբերական բնագավառում աշխատելուն, որը շատ քիչ հայտնի է մեր մասին, մենք նաև զուգահեռաբար օգնում էինք Արցախի իշխանություններին վերականգնել իրենց անվտանգային համակարգը, որը փաստացի փլուզվել էր այն պատճառով, որ Փաշինյանը միակողմանիորեն համաձայնվել էր զորքերը հետ քաշել Կարավաճառից, Բերձորից եւ Ակնայից։ Ամբողջ ռազմաճակատը, որ մինչև այդ կար, դիրքերը, ճանապարհները, դիտարկման սարքավորումները, ամեն ինչ փլուզվել էր։ Եվ մենք փորձում ենք օգնել այդ Արցախից մնացած այդ փոքր կտորը գոնե իր, այսպես ասած, պարագծով նոր անվտանգային համակարգ ստեղծելու։ Դրա շրջանակներում մենք մասնավորապես որոշակի տեսադիտարկման սարքավորում էինք դրել Կարագլխում, որը բարձր դիրք է, սարա, որից դիտարկվում էր եւ Ակնան եւ Մարտակերտը։ 2022 թվականի մարտին մենք գնացինք այդ սարքավորումը, այսպես ասած, ինսպեկցիայի ենթարկելու, տեսնելու ինչպես աշխատում, ինչպես է սպասարկում եւ այլն, եւ շոկ էր մեր համար հայտնաբերել, որ այդ սպասարկման կողքը ոչ մի հայ զինվոր չկար։ Մենք գնացինք, բարձրացանք եւ պարզվեց, որ այնտեղ դիրքերից հայ զինվորները հանվել են։ 2 օր հետո այդ դիրքերը եկան, մտան ադրբեջանցի զինվորները եւ այդ սարը գրավեցին։ Հիշում եք այդ դեպքերը, Փարոխի եւ Կարագլխի։ Երբ եք դա պարզել։ Ասացի ձեզ մարտին 22 թվականի մարտին։ Նա։ Երբ որ դա տեղի ունեցավ, այդ գրավումից 2 օր առաջ ենք այնտեղ եղել, եկանք տեսանք, որ դիրքերում զինվորներ չկան, հարցեցինք, թե սա ինչա տեղի ունենում, չի ոչ մեկ է սարքավորումը չի պաշտպանում։ Այս ասին այստեղ բանա տեղի ունենում, փոխատեղում է տեղի ունենում, մի դասակը դուրս է եկել, հեսա մյուսը գալու է, բայց մինչև այդ մյուս դասակը գար, այդտեղ եկավ ադրբեջանական մի ամբողջ գումարտակ նստեց իրանց տեղ։ Առանց դիմադրության, առանց մի կրակոցի։ Եվ մենք հասկացանք, որ իրականում այս ամեն ինչը
շատ ավելի խորը քաղաքական պատճառներ տեղ ունի, դավաճանություն է իրականում տեղ ունենում, սա պատական չի, sense ամեն ինչ պատական չի եւ քննարկումը բերեց նրան մեր ներսում Արար հիմնադրամը, որ ինձ պետքա վերադառնալ հանրային գործունեություն, որտեղ այն ինչ որ ես պետք է անեի ռազմավարության համար արդեն կարելի ասել արել էի, 1.5 տարի վերջո ամբողջ ջանքերս դրա վրա են գնում, ընկերներս կարող են գործընկերներս կարող են դա շարունակել, ինձ պետքա վերադառնալ հանրային դաշտ, ոչ թե որովհետեւ անվտանգային խնդիրները չէին լուծվել, այլ որովհետեւ անվտանգային խնդիրները բնավ միայն ռազմավարության մեջ չէին, այլ են քաղաքական ուղեգծի, որը որդեգրել էր այս իշխանությունը, որի փուլերը մենք տեսնում ենք, մի փուլը Արցախի հանձնումն էր, հիմա տեղի ունենում Արցախի վերադարձի իրավունքի հանձնումը փորձում են ամեն դեպս։ Դա մասին խոսենք։ Եվ այդ գիտակցությունն էր, որ պետքա վերադառնալ հանրային դաշտ եւ փորձել հենց հանրային դաշտում այդ ամեն ինչին խոչընդոտել։ Հիմա այդ պատճառով ես 2022 թվականի մարտի վերջին վերադարձա հանրային դաշտ, ես հիշեցնեմ, որ ապրիլի 4-ին մենք ազգային ժողով ներկայացրել ենք հուշագիր պահանջագիր ավելի շուտ Արցախի միջազգային ճանաչման, Արցախի անկախության ճանաչման պահանջով։ Ապրիլի 4-ին 22 թվական եւ դա կարելի է ասել ինչ որ իմաստով հանրային դաշտ վերադառնալու իմ առաջի գործողությունն էր։ Եվ դրանից հետո ես ամբողջ ընթացքում եղել եմ հանրային դաշտում, մինչև հիմա քաղաքական հայտ ես չեմ ներկայացրել։ Եվ երբ որ մենք դա կներկայացնենք, մենք կներկայացնենք ոչ թե ինչ որ մեկից ձայն փախցնելու համար։ Մենք դա կներկայացնենք առաջին հերթին գործող իշխանության էլեկտորալ բազայի մեջ մտնելու համար, որովհետև եթե մենք ուզում ենք որպեսզի Փաշինյանը պարտվի, մարդիկ չպետք է քվեարկեն նրա օգտին, մարդիկ պետք է քվեարկեն մեր օգտին։ Եվ մեր անկալումը նրանում է, որ գործող ընդդիմությունը չի կարող Փաշինյանի ընտրողներին համոզի, որ իրանք իր օգտին քվեարկեն։ Դա անհնար է պրակտիկորեն։ Դա պետք է դրա համար կան մարդիկ, որոնք մեղմ ասած անցյալի բեռը իրանց վրա չեն տանում։ Ես անցյալի բեռին վրա փառքաստու չեմ տանում, բայց ոչ միայն ես, իմ գործընկերներն էլ հայկվեմ, բոլորը մարդիկ են, որոնք եկել են գիտությունից, բիզնեսից, ռազմական գործից, իրանք երբևիցե քաղաքականության մեջ չեն եղել։ Եվ այն հայտը, որ մենք կներկայացնենք, այդ իմաստով թարմ նոր հայտ է, որի նպատակը դրանում է մարդկանց իրական այլընտրանք տալ, իրական։ Եվ նորից կրկնեմ, որ բոլոր դեպքերում այն հայտը, որ մենք կներկայացնենք, այդ հայտը ներկայացնելուց հետո կմտնենք դաշինքային բանակցությունների մեջ, որովհետև համարում ենք, որ պետք է լայն ճակատով գնա։ Քաղաքական գործչի տեսակետները պետք է կայուն լինեն, սկզբունքային հիմքի վրա լինեն, չպետք է այսօր մի բան ասվի, վաղը մի ուրիշ բան ասվի։ Տեսեք, դուք պատերազմական մի դրվագ մատնանշեցիք, ես հիշում եմ, որ պատերազմից հետո դուք հարցազրույց էիք տվել ու պատերազմից հետո անմիջապես ասում եք, որ մենք պարտվեցինք այս պատերազմում, որովհետև մեր բանակը զարգացման եւ այլ բանով թույլ էր, զիջում էր Ադրբեջանի բանակին, այսինքն ստացվում է, որ մեր բանակն է, այսպես ասած, թույլ եղել եւ բանակն է պարտվել։ Հետո ձեզ երեք օրինակ տեսնում եմ Արցախի ներկայացուցչությունում խոսում եք Արցախի հանձնման մասին։ Դրա համար հարց առաջանում, մի հատ կողմնորոշվենք, բանակն է պարտվել, թե Փաշինյանը մի գրչի հարվածով տվել է այդ տարածքները։ Մի ուրիշ հարցազրույց լսում եմ, դուք ասում եք, բանը իրականում տեսեք ինչ է տեղի ունեցել, Ալիևն էլ է ասում, որ հնարավոր չէր զենքի ուժով միայն հաղթել բանին Արցախը, որովհետև Բերձորը, Ակնան, Քարվաճառը շատ ուժեղ պաշտպանություն, դիմադրություն եւ այլն։ Ուզում ենք հասկանալ, հիմա որ ասածը ձեր լսենք, այս թե։ Եկեք նախ այդ ամեն ինչ իրար չի հակասում, դուք ոնց որ մի քիչ ման եք անում, էլի ծայրահեղացնում եք, իրար չի հակասում։ Նախ ակնհայտ որ մեր բանակը չի հաղթել։ Ամեն դեպս չի հաղթել 44 օրյա պատերազմ։ Չկա փաստ, որ մեր բանակը հաղթել է։ Ես այլ բան եմ ասել, ես ասում եմ հետեւյալը։ Երկու բան, որի մասին ուզում եմ ասել։ Որ նախ ադրբեջանական հարձակողական պոտենցիալը սպառվել էր նոյեմբերի սկզբին։ 2020 թվականի, ըստ եթե մեր բանակը շարունակեր կռվել, Ադրբեջանը չէր կարողանա հաղթել։ Այդ մեկ։ Եվ հիմա եմ կրկնում դա։ Հիմա եմ համոզված դրանով, որ եթե մեր բանակը շարունակեր կռվել, Ադրբեջանը չէր կարողանա հաղթել։ Երկրորդը իհարկե անխուսափելի է այն, որ այևակները, հա, որ Փաշինյանը գրչի մեկ հարվածով իսկապես հանձնել է Ակնան, Քարվաճառը եւ Բերձորը, դրանով ըստ էության պատերազմի ռազմական արդյունքների հետ բացարձակ որևէ կապ չունեցող քաղաքական գործողություն իրականացնելով եւ դրանով նաեւ կանխորոշել է Արցախի հետագա ճակատագիրը։ Ես բազմիցս եմ նշել, որ այն ինչ որ տեղի ունեցել Արցախի հետ առաջին հերթին քաղաքական պարտությունը նաեւ եւ նոր երկրորդ հերթին ռազմական, բայց պետք չի թերագնահատել նաեւ ռազմական պարտությունը, որովհետեւ ռազմի դաշտում էլ մենք չենք հաղթել։ Այլ բանա, որ նորից եմ կրկնում, եթե բանակը թույլ է եղել, պարոն Չալաբյան, եթե թույլ է եղել, ո՞նց շարունակեն, դուք ասում եք շարունակեն, այ եթե թույլ էր, ասում եք զարգացած չէր եւ բարոյական առումով եւ մնացած առումներով։ Ասացեմ, դուք մի քիչ ռազմական գործի մեջ եթե խորանաք կհասկանաք ինչու է խնդիրը։ Տեսեք,
Բանակը ընդհանրապես ասած մեր բանակը որ մենք ունենք, նա պատրաստ չէր իսկապես երկարաժամկետ պատերազմի։ Բանակը պատրաստ էր իր մոդելով կարճաժամկետ, ասենք 1 շաբաթ տևող գործողությունների, հա, եւ իդեպ ես ասեմ, որ 44 օրյա պատերազմի ժամանակ առաջին 1 շաբաթը բանակը բավական արդյունավետ էր կրվում։ Բայց հետո ինչ տեղի ունեցավ։ Երբ որ բանակը գտնվում է անընդհատ ռազմական գործողությունների մեջ, ընդ որում իր վրա հսկայական կրակային հազորությունը, հա, օդը պաշտպանված չի լինում եւ այլն։ Օդը պաշտպանված չի, ենթադրենք, հա։ Արձակում կա եւ օդից եւ ցամաքից, եւ հրետանի ավրատ աշխատում եւ անօթաչու թռչող սարքեր եւ ինքնաթիռներ եւ այլն։ Կորուստները բանակի արագ աճում են։ Դա անխուսափելի է։ Դա ռազմական գործի, այսպես ասած, անեվ բնա, հա։ Եվ այդ ժամանակ շատ կարևոր է, որպեսզի բանակը կարողանա արագ համալրվի։ Ընդ որում գիտեք ոնց է տեղի ունենում։ Այն ստորաբաժանումները, որոնք մեծ կորուստ են ունեցել, նա պետք է կարողանաս հետ քաշես, փոխանես ուրիշ ստորաբաժանումը, որը թարմ է, այն ստորաբաժանումը, որ մեծ կորուստ են ունեցել, համալրես, ներդաշնակեցնես, հետ բերես ռազմաճակատ եւ այլն։ Այդ մասը մեր մոտ խզվել է 44 օրյա պատերազմի ընթացքում։ Նա ոչ թե պատրաստ չէր բանակը կռվի, նա պատրաստ չէր երկարաժամկետ կռվի, որովհետեւ այդ համակարգը չէր աշխատում։ Խնդիրը բայց նրանում է, որ Ադրբեջանի մոտ էլ սպառվեց ռեսուրսը։ Եվ երբ որ դուք ասում եք ոնց բանակը շարունակեր, բանակը արդեն սկսել էր հարմարվել, աստիճանաբար ադապտացվել վերջում, հա, իսկ Ադրբեջանի ռեսուրսը սկսել էր սպառվել։ Շուշին գրավելուց Ադրբեջանը 2000-ից ավել մարտակորցել մենակ մի օպերացիայի վրա։ Շուշին գրավելուց հետո Ադրբեջանը այլևս հարձակողական գործողություններ իրականացնելու կարողություն չուներ, ավելին ասեմ, եթե մեր բանակը կարողանար մի քիչ ավելի լավ աշխատեր, Շուշիում եղած ամբողջ ստորաբաժանումը կարող էր շրջափակվել եւ հանձնել։ Բայց դա չարվեց, քաղաքական որոշում ընդունվեց, դուք հիշում եք։ Ահա, բա ոնց եղավ որ մեր բանակն էր թույլ, նորից եմ ձեզ ասում, ախր այդ չեղավ մեր բանակը թույլ էր։ Տեսեք, մեր բանակը պատերազմին ավելի վատ էր պատրաստված, քան ադրբեջանական բանակը։ 1. Բայց ադրբեջանական բանակը, քանի որ գտնվում էր հարձակողական գործողությունների փուլում, նա ընթացքում շատ ավելի մեծ կորուստներ տվեց։ Եվ մեծ կորուստներ տալով, տարածքներ գրավելով, առաջ գալով, այդ լեռներով անցնելով կորուստներ, նրա հարձակողական պոտենցիալը սպառվեց։ Այսինքն այդ պահից սկսած, հետո հիշեք, ձմեռ էր սկսում, մառախուղի ժամանակ օդը ավելի անվտանգ է դառնում եւ այլն, այսինքն ոչ թե մեր բանակը ուժեղացավ, նրանց բանակը թուլացավ այդ ընթացքում։ Եվ մենք հնարավորություն ունենք այդ պահից սկսած կաշկանդել նրանց հետագա գործողություններ։ Ես չեմ ասում, որ մեր բանակը ավելի լավն էր, ուղղակի իրանց հարձակողական պոտենցիալը սպառեց։ Մի քիչ ավելի նուրբ հարցի պատասխան, հասկանանք, ռազմական գործի նրբությունները պետք է ստեղ հասկանալ։ Բայց նաև թուրքական բանակի դեմ էին կռվում մեր զինվորները։ Գիտեք, տեսեք, մենք հստակ փաստ չունենք, որ մեր դեմ կռվել են թուրքական բանակի ստորաբաժանումներ էինք մատնանշում։ Փաշինյանն էլ ամբիոնից ազգային ժողովի ասաց, որ մենք Թուրքիայի դեմ ենք կռվում։ Մենք ունենք փաստեր, որ մեր դեմ կռվել են բազմաթիվ թուրքալեզու վարձկաններ Սիրիայից, ոմանք նույնիսկ գերի են տվել։ Թուրքական հատուկ ստորաբաժանումների անդամներ գուցե մասնակցել են, բայց օրինակ գերի չեն ընկել։ Դիակներ մենք չենք հայտնաբերել, իրանց համազգեստով մարդիկ մեր ձեռքում չեն հայտնվել։ Համար այդ մտնում եմ քիչ բարդ է։ Այլ բան է ասել հետեւյալը, որ Թուրքիան մասնակցում էր մեր դեմ պատերազմին, առաջին այդ վարձկաններին հավաքագրելով եւ բերելով, եւ երկրորդը, որը շատ կարեւոր է, բայրակտարները, որոնք տրամադրվում էին Ադրբեջանին։ Ադրբեջանը դրանք գնում էր եւ օգտագործում էր, բայց ամենահավանականությամբ դա թուրքական ինստրուկտորներն էին բանանում։ Դու այդ ինստրուկտորը, քան որ ինքը ռազմաճակատի գծից հեռու է, դու չես կարող հասկանաս մինչև վերջ, դա թուրքական ինստրուկտորն է, թե ադրբեջանական։ Ձեռքդ չի ընկնում, որ հողի վրա չես կարող հասկանաս մինչև վերջ։ Կարող ես ենթադրել, որ ամենահավանականությամբ Թուրքիան օրինակ բայրակտարների այդ օպերատորների միջոցով մասնակցել է մեր դեմ եւ նաեւ բայրակտարների, հա, բայց դա անօթաչու թռչող սարք է, ֆորմալ տեսանկյունից ինքը վաճառել Ադրբեջանը դա օգտագործել է։ Իրականության մեջ մեծ հավանականությամբ դրա հետևը թուրք օպերատոր արել, բայց մենք ուղղակի դրա ապացույց չունենք, դրա համար մինչև վերջ պնդումը չենք կարող։ Հասկացա։ Նոր քիչ առաջ ասացիք, որ համագործակցություն տեսնում եք արտախորհրդարանական ուժերի հետ, դուք ժամանակին, երբ որ իշխանափոխություն եղավ, գոհ եք իշխանափոխության փաստից եւ ԿՊ-ի իշխանության գալուց, որովհետեւ ասում եք, որ վերջապես մի անգամ ոչ բռնի իշխանափոխություն հաստատվեց, խոսում եք նախկին արատավոր բարքերի մասին, հիմա էլ տեսնում եմ, որ այսպես նախկինների հետ ձեր կռիվը շարունակվում է, այսպես ասած։ Բայց եթե ասեն ձեռները դնեք ձեր խղճին, պարոն Չալաբյան, ո՞րն է ավելի բոբո, Փաշինյանը, թե նախկինները։
Ո՞րն է ձեր պատասխանը։ Նախ էլի պնդում արեցիք, որ իրականության չի համապատասխանում։ Ես Փաշինյանի իշխանությանը երբեք չեմ ողջունել, երբեք։ Ես ողջունել եմ Սերժ Սարգսյանի հեռացումը։ Դուք այդպես եք մատուցում, բայց ձեր հարցազրույցում ասել եք, որ վերջապես ոչ բռնի իշխանափոխություն եղավ, այդտեղից գոհունակություն է եղել։ Ես հարցազրույց չեմ տվել։ Կգտնեք ցույց կտամ։ Առաջ անգամ իսկապես ոչ բռնի կերպով երկում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Անդիմությունը եկավ իշխանության, եւ դա ինքը դրական փաստ է որպես այդպեսին։ Ես երբևիցե Փաշինյանի իշխանությունը չեմ ողջունել, ավելին ձեզ ասեմ, ողջունել եմ Սերժ Սարգսյանի հեռացումը, հոդված եմ գրել իր հեռացումից 1 օր առաջ, հրաժարականից 1 օր առաջ։ Երբ որ ասել եմ, որ կոչվում է ինչպես պետք է հանգուցալուծվի այս ճգնաժամը, հրապարակված է Մեդիամաքսում, որտեղ ասել եմ, որ այս ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի հրաժարականի տեսքով, որից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Ավելին ձեզ ասեմ, ես երկար ժամանակ փորձել եմ ջատագովել, որպեսզի ձևավորվի այդպիսի ազգային համաձայնության կառավարություն, առանց նրա, որպեսզի վարչապետը լինի Փաշինյանը, այլ լինի ինչ-որ մի հատ միջանկյալ ֆիգուր։ Չի ստացվել, որովհետև կներեք, գիտեք ինչ տեղի ունեցավ, ազգային ժողովը այն ժամանակ ընտրեց Փաշինյանին։ Փորձում է ազգային ժողովի տարբեր ֆրակցիաների հետ աշխատելով համոզել, որ Փաշինյանին չընտրեն։ Ես իդեպ այդ ժամանակ դեռևս Մոսկվայում էի բնակվում, հատուկ եկա Հայաստան, 2 շաբաթ ստեղ էի, հանդիպումներ էի անցկացնում, խոսում էի մարդկանց հետ, փորձում էի համոզել, որ Փաշինյանին չընտրեն։ Բայց իրենք գնացին Փաշինյանի ընտրության։ Այն հիմնավորման, որ եթե Փաշինյանին չընտրեն, երկիրը կհայտնվի ել ավելի վատ ճգնաժամի, քաոսի, անիշխանության մեջ, այն հիմնավորման, որ այդ պահին, երբ որ ժողովուրդը փողոցում է, ոչ մեկ պատրաստ չի իրավար այդ պատասխանատվությունը ստանձնել։ Դուք ասել եք, մենք իմ քայլի հետ կարող ենք ճանապարհ գնալ, բայց քանի որ իրենք պոպուլիստներ են, դրա համար իրենց հետ այո, իրենց պատճառով իրենց հետ ճանապարհ չեն գնա։ Եվ ես երբևիցե Փաշինյանի իշխանությունը չեմ ողջունել, երբեք չեք կարող գտնել տես դեպքում։ Ես այդ հատվածը կդնեմ հաղորդման մեջ, պարոն Չալաբյան, բայց եթե ընտրողը փորձի այդ ձեր թելը, գծի գտնել, մի տեսակ այնքան խառը բաներ եք ասել այդ ընթացքում։ Դուք ասել եք համագործակցում եմ Հոիդայի եւ Լուսավոր Հայաստանի հետ։ Դուք պատկերացիք ինչ տարբեր բաներ են, էլի բևերն են։ Ոնց ասեք, Հյուսիսի ու Արևմուտքի հետ ես բան եմ։ Կներեք, մի բան ձեզ ասեմ, էլի, ցանկացած բան պետք է նայել այդ օրվա համատեքստի մեջ։ Այդ օրվա համատեքստի հիմա որ դուք նայում եք, ասում եք, հա, շատ հեռու են իրենց։ Այդ ժամանակ էլ էին այդ օր, հա, բայց այդ համագործակցությունը տարբեր ժամանակներ ա եղել։ Օրինակ, Լուսավոր Հայաստանի հետ մենք համագործակցել ենք իսկապես 2015 թվականից սկսած եւ մինչեւ 2017 թվականը։ Երբ որ Լուսավոր Հայաստանը մտավ երկդաշինքի մեջ եւ դարձավ Փաշինյանի գործընկեր, այդ բայց սկսած չենք համագործակցել Լուսավոր Հայաստանի հետ։ Քանի ինք եղել է Փաշինյանի գործընկերը, մենք համարել ենք, որ քանի որ Փաշինյանը պոպուլիստ դեմագոգ է, իր հետ պետք չի համագործակցել, եւ եթե Էդմոն Մարուքյանն էլ ասել ենք, եթե դու համագործակցելու ես իր հետ, մենք քո հետ չենք համագործակցի։ Այդ մեկ, երկրորդը, Հոիդայի հետ։ Համարատավոր բարքեր եք համարել նախկիններին։ Հոիդայի հետ մենք համագործակցել ենք 2018 թվականին։ Երբ որ դեկտեմբերի 9-ին ընտրություններ էր, եւ մենք դեմ էինք Փաշինյանին, եւ մենք նայել ենք, որ ուժի հետ մենք կարող ենք այդ բանը համագործակցել ենք Հոիդայի հետ, իսկ ում հետ համագործակցեինք։ Որպես չարյաց փոքրագույն եք համագործակցել Հոիդայի հետ։ Որպես ուժ, որը հակադրվում էր Փաշինյանին այդ ժամանակ, բա ում հետ համագործակցեինք, ելով էր Փաշինյանի հետ հակադրվում։ Դուք ասում եք նախկին բարքերը արատավոր են, իրենք ընտրություն են կեղծել, կոռուպցիոներ են եւ այլն։ Նույն Հոիդան կոալիցիոն գործընկեր ա եղել, ո պարաշուտով չեկա վիճակ քաղաքական դաշտում, պարոն Չալաբյան, ոնց կարող եք այդ կուսակցության անցյալը ամեն ինչ դնել մի կողմ, ասել դա այս պահին պատեհապաշտություն դրսևորեմ ու Հոիդայի հետ բանանեմ։ Ես լավ չեմ հասկանում, չեք դուք այդ բանը այդպես ագրեսիվ էլ եք խոսակցությունը վարում, բայց հացած ագրեսիվ չի, փորձում ենք հասկանալ ձեր գիծը։ Ուրեմն 18 թվականին, քանի որ մենք Փաշինյանին դեմ ենք նաև 18 թվականին, պետք էր եղած դաշտում նայել ում հետ կարելի է համագործակցել, ով է համեմատաբար ավելի մոտ մեզ իր հայացքներով, գաղափարներով եւ այլն։ Հանրապետականի հետ չեն կարող համագործակցել ակնհայտ պատճառներով։ Ինչու՞։ Արդեն ասացի, որովհետեւ մենք համարում ենք, որ Հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հենց ինքն է ստեղծել այն իրավիճակը, որոնք մենք հայտնվել ենք։ Այդ մեկ։ Երկրորդը Լուսավոր Հայաստանի չեն կարող համագործակցել։ Էլի շատ բարձ պատճառներ, որովհետև ասացի 17 թվականից, երբ որ իրանք հայտնվեցին Փաշինյանի, այսպես ասած, ուղեցրի մեջ, վերջ դադարեցինք համագործակցել։ Մնում էր ով Ծառուկյանը եւ Հոիդան, ռեալ ուժերից, հա։ Ծառուկյանը բնականաբար եւս չենք համագործակցել, այդ ժամանակ որովհետեւ դա մեկ անձի օլիգարխիկ ուժեր եւ շարունակում է որպես այդպեսի մնալ, մինչեւ հիմա մնում էր Հոիդան։ Դրա համար Հոիդայի հետ ենք համագործակցել։ Մենք հիշեք, մենք միշտ համարում ենք հետեւելը. դու պետք է նայես դաշտում ինչ կա,
եւ աշխատես նրա հետ ինչ որ կա, որը ամենամոտն է քո հետ։ Ի վերջո եկանք այն եզրակացությանը, որ այն ինչ որ կա դաշտի մեջ, մեզ ընդհանրապես ոչ մի բան էլ մեզ համար հարմար չի, դրա համար եկել ենք նա, որ սեփական ուժ ստեղծենք։ Հենց դա էլ է միջալու ձեր հարցի պատասխանը, որովհետեւ ի վերջո գալիս ես նրան, ասում ես, էս պրոբլեմ ունի, էս պրոբլեմ ունի, ընդհանրապես սա համակարգն էլ փտած է մեծ հաշվով։ Ամբողջ համակարգն էլ փտած է։ Ու եթե մենք էլ շատ երկար մնանք այս համակարգի մեջ ու գործենք իր տրամաբանությամբ, մենք էլ կփտենք։ Որտեւ ինքը համակարգը ամբողջովին փտած է, ինքը այտենց քաղցկեղով վարակված համակարգ։ Հիմա դուք 26-ի ընտրություններին ավելի շատ իշխանության դեմ եք պայքարելու, թե ընդդիմության դեմ։ Չէ, իշխանության։ Ընդդիմությանը հանգիստ եք թողնել։ Տեսեք, ես ասում եմ, մեկը լավ ֆորմուլա է տվել։ Ասելա, որ այս գործող իշխանությունը թշնամի է, իսկ ընդդիմադիր տարբեր ուժերը մրցակից։ Մենք տենց ենք համարում։ Սա թշնամի է, մենք իրանց թշնամի ենք համարում եւ բնականաբար իրանց դեմ ենք պայքարելու, բայց եթե մենք իրանց դեմ պայքարելով կարողանանք իրանց հետ հաղթենք, այլ մնացածների հետ բնականաբար մրցակցելու ենք եւ քանի ժամանակ ավելի հեռանա այդ հաղթանակից, այդ մրցակցությունը ավելի կոշտ ու դաժան է դառնալու։ Հա, բայց դուք էլ եք հասկանում, որ եթե ընդդիմությունը միասնական ճակատով հանդես չգա, Փաշինյանին հաղթելը գրում եք սառույցին։ Հիմա դուք ուզում եմ հասկանալ, եթե ասում եք Փաշինյանը չարիք է, պիտի հեռանա, արդյոք չեք մտածում, որ չպիտի ասել համ դուք եք համ դուք սենց մեջտեղի արանքով գնաք։ Չէ, ես արդեն բացատրեցի, ախր ես ֆորմուլան տվեցի, բայց ինձ թվում է չընկալեցիք ֆորմուլան։ Հա, ասում եք այս փուլում, այս փուլում։ Սրանք մրցակից։ Տարբեր են, չէ, տարբեր։ Իդեպ մրցակիցների մեջ էլ կարող են լինել այնպիսիք, որոնք կարող են դառնալ գործընկեր։ Հա, այսինքն մենք նես չէ որ սաղ քխեն, դες բան չկա, ես ձեզ ասում եմ, ընդհակառակը մենք գրադացիա ենք անում։ Ասում ենք սա բացարձակ անընդունելի է։ Սրա հետ կարող ես մրցակցել, բայց ինչ որ իրավիճակում համագործակցել, սրա հետ կարող ես ի սկզբանե համագործակցել, եւ այլն կախված է նրանից, թե քեզանից ինչ հեռավորության վրա է գտնվում։ Դա օպորտունիզմ չի։ Չէ, բացարձակ, սա քաղաքականություն է, քաղաքականության մեջ ոչ մեկ չի կարող միանձնյա, միահեծան գա իշխանության։ Այդ Փաշինյանը, որ կարողացավ միահեծան գա իշխանության, դա բացարձակ բացառիկ իրավիճակ էր։ Հիմա նայեք, ասենք եվրոպական երկրները, հա, Փաշինյանը երեք հանդիպում էր Մերցի հետ, ասենք, հա, բանը, Գերմանիա։ Մերցան չի միահեծան իշխանություն, լայն կոալիցիայով է բանանում, կառավարում, լայն կոալիցիայով եւ Եվրոպայում համարյա Ֆրանսիայում, որից այդքան բոլորը օրինակ են վերցնում, կան այնտեղ կիսանախագահական համակարգը, նախագահը մեկն է, բայց նայեք իրանց ազգային ժողովը հսկայական կոալիցիա է այնտեղ ձևավորված տարբեր տեսակ ուժերից։ Հիմա ինչ է այդ օպորտունիզմը, հիմա ուզում եք անունը դրեք օպորտունիզմ, բայց գոլ վիճակ է, պարոն Չալավյան։ Չէ, ուզում եք անունը օպորտունիզմ դրեք, եթե ոչ մեկը առանձին վերսած չի կարողանում հաղթել, ուրեմն պետք է համագործակցի։ Եթե դու գնում ես ընտրությունների, քո նպատակը պետք է լինի հաղթել։ Քո նպատակը պետք է լինի հաղթել, բայց իրականությունը հաճախ այն է, որ կողքի քաղաքական ուժերն էլ յուրաքանչյուրը գալիս է հաղթելու նպատակով։ Հիմա դրա լավ օրինակ է տարվա Գյումրիի ընտրություններն էր։ Մինչև միասնական չեղա, չես կարող դու վերցնել։ Ախր տեսեք միասնական եղան արդեն ընտրություններից հետո։ Դա շատ կարևոր տարբերություն։ Հա, մինչև այդ Մարտուն Գրիգորյանը մնացածը մարդիկ նախ այդտեղ պետք է հասկանաք ինչու՞ է տարբերությունը, հա, Գյումրին նաև ուրիշ սպეციფիկա ունի։ Գյումրիում կոալիցիա չի ձևավորվել։ Նույն Մարտուն Գրիգորյանը իր խմբակցության ձայները տվել է Վարդան Ղուկասյանին, ասել բայց ես քաղաքական պատասխանատվություն համար չեմ։ Այո, զուտ որ ԿՊ-ն չհաղթի։ Հիմա ձեր հետ եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի, դուք չեք անելու դա։ Եթե մեր հետ այդպիսի իրավիճակ ստեղծվի, այսինքն եկեք հիպոթետիկ վիճակ վերցնենք, հա։ Մի քանի ուժեր անցել են ազգային ժողով ընդդիմադիր։ Ես կարծում եմ, որ կետ A այդ ազգային ուժերը պետք է այնպես անեն, որպեսզի Փաշինյանը չկարողանա վերարտադրվել։ Կետ B, թե ինչպես այդ կանեն, դրա տարբեր հնարավորություններ կան։ Շատ տարբեր հնարավորություններ կան։ Կարող են ինչ-որ մի հատ տեխնացուի շուրջը ձևավորել կոալիցիա։ Կարող են ընդհանրապես իդեալություն թիմերի տեխնացուն նույնիսկ պարտադիր չի որ ընտրություններին մասնակցած լինի։ Կարող ես երրորդ տեխնացուին վերցնես, ասես բոլորիս համար ընդունելի է, բոլորիս համար։ Բոլորիցս հավասար է հեռացված է։ Օրինակ Միքայել Աչապայանը հատուկ եմ իր անունը տալի, որ ինքը քաղաքական ֆիգուրա է, չէ՞։ Բայց մենք Միքայել Աչապայանին ենթադրենք ընտրում ենք վարչապետ, կես տարի ժամանակ ենք տալի, որպեսզի իրավապահ մարմինները մաքրի ԿՊ-ի բաներից, գործակալներից, դրանից հետո գնում ենք նոր ընտրությունների։ Կամ տալիս ենք, ասենք, այն տեխնացուին, որը ենթադրենք բանն է, ամենաթարմն է, ամենաերիտասարդն է, ամենաքիչ կեղտոտվածն է։ Ինչ ասես կարալնի։
Այդ ախր ուրիշ սիտուացիա է, հասկանում եք, մի բանա դու ինչ ես անում ընտրություններից առաջ։ Այսինքն հստակ չեք կարող հիմա։ Բայց ոնց գիտենք ինչքան ձայն ենք ստանալու, գիտենք ով ինչ մանդատ է ստանալու։ Չէ, բայց գոնե սկզբունքը կարող եք ամրագրել ձեր համար, ասել, եթե ընդդիմությունը կամ պիտի ընդդիմությունը հաղթի կամ ՔՊ-ն, ես ընտրելու եմ ոչ թե ՔՊ-ն, այլ ընդդիմությանը։ Ամրագրեցի, ախր չլսեցիք էլի, դա սկզբունքի առաջին մասն է։ Ամրագրեցի, իհարկե ամրագրեցի։ Ամեն ձև պիտի ՔՊ-ին այո, բայց ես ձեզ ասում եմ նորից, որ երկրորդ մասը հետևյալն է, որ դրա տարբեր տարբերակներ կան։ Տարբեր ձևեր կան դրա։ Մի ձև չի։ Ասենք օրինակ իմիջս Գյումրիում էլ, ասենք կարող էին վերցնել, ենթադրենք, ընտրել քաղաքապետ Ռուբեն Մխիթարյանին։ Տարբերակ էր։ Իմիջած ավելի լավ կլեր, քան թե Վարդան Ղուկասյանը, իմ կարծիքով մենք էլ ավելի կողջունենք այդ տարբերակը։ Ավելի թարմ, ավելի խարիզմատիկ, ավելի ինչ-որ իմաստով անխոցելի տեխնացու էր։ Տենց էլ կարային անեին, բայց ուրիշ ձև արեցին։ Ինչի էս իշխանությունը սպասում է տեխնացու խոցելիա թե չէ, թե գործ ուզենա սարքի պարոն Չալաբյանը։ Ասենք դուք էլ գիտեք, որ այդպես է։ Ես հիմա պատկերացրեցի ձեր հարցից, թե Փաշինյանը ձեր ձեռին ճորակաշում անը։ Ձեր ձեռը հանդիպում է։ Եթե ինձ եք այդքան բան անում, էլի, տեսեք, ես ընդդիմության նկատմամբ ավելի խիստ եմ որոշել լինել, քան դե իշխանության այնպես չի, որ խնայում ենք, մենք հասկանում ենք, որ պետական ռեսուրսները ամեն ինչ իշխանության ձեռքում է, իրենք մեր խոշորացույցի տակ են, բայց եկեք բան էլի, ինձ էլ են շատ քննադատում, ասում են ընդդիմադիրներին կանչում ես կոմֆորտ զոնայում հարցեր ես տալիս, իրանք շատ գող գնում են։ Այդպես չի, էլի, իրականում եկեք մենք մեր սխալներն էլ մի հատ հասկանանք, մենք ինչ ձև ենք ներկայանում։ Ես կոմֆորտ զոնայի ձգտող մարդ չեմ, ոնց որ հասկանում եք, ինչի մեջով արծես կյանքումս անցել եմ, էլի, բանով եւ այլն, ինձ կոմֆորտ պետք չի ուղղակի։ Իսկ ձեզ հարցերով չենք կարող խեղճացնել։ Չէ, գիտեք ոնց է, չկա տենց հարց։ Որը չունենա։ Որի պատասխանը ես կամ չունեմ, կամ եթե կարող է լինի հարց, որի պատասխանը ես բան չունեմ։ Բայց այդ դեպքում անկեղծ կասեմ, որ այդ հարցի պատասխանը չունեմ, հələ որ չունեմ, ես ակնկալում եմ հենց անկեղծ պատասխան, որովհետև եթե ընդդիմադիր դաշտը պիտի ինձ թվում է անխոցելի լինի, անթերի լինի, ընտրողը որևէ sense սրտի խորքում որևէ հարց չունենա այդ տեխնացուի հետ, որ ասենք, եթե օրինակ մի իրավիճակում շատ հստակ հարցեր առաջացել, թե դուք ինչի այդպես վարվեցիք, նախ հեղափոխությունների հետ կապված, դուք ասել եք, որ դե այնպես չի, որ ճիշտ է ամեն անգամ այդ վիրահատական մեթոդով իշխանություն փոխել, որովհետև դա ընդհանրապես լավ չի։ Հա, տրավմա է պետությունների համար, ոնց որ անընդհատ հիվանդին փորձես բուժես միայն վիրահատական ճանապարհով։ Բայց եղավ իրավիճակ, երբ դուք ինքներդ սրբազան պայքարին մասնակցեցիք, գնացիք, քայլեցիք ու նենց կիսաթեժ վիճակում, երբ դեռ կոնսոլիդացիա կար, երբ դեռ հարց էր առաջանում, ով, ինչ, երբ իշխանափոխության բաներ կային, էլեմենտներ կային, դուք գնացիք հարցազրույցում, ձեր հերկուս գնացիք ու ասեցիք, որ բանը Բագրատ Սրբազանը ասել է, որ ինքը անցումային կառավարիչ է լինելու։ Հələ մի րոպե մոտ հասկանանք ով է գալու բանը, նախարարները ձերով են, պաշտոնյաները ով են լինելու։ Հիմա այդ իրավիճակում դուք նույն հարցադրումներն եք անում, ինչ որ ՔՊ-ն, ձեր խոսույթը պիտի ՔՊ-ի խոսույթից տարբերվի, թե չէ, դուք ինչի ՔՊ-ի ջրաղացին ջուր լցրեցիք։ Ներողություն, ես դրան բացարձակ համաձայն չեմ, այդ ընդմանը բացարձակ համաձայն չեմ։ Ընդհակառակը, իդե Բագրատ Սրբազանի հետ մի քանի անգամ այդ հարցը քննարկել եմ։ Ես իրեն ասել եմ, դու պետք է մարդկանց հստակ հեռանկար տաս, թե դու ինչ իշխանություն ես բերում հետո, ով է քո կառավարությունը, դու պրոֆեսիոնալ կառավարիչ չես։ Դու հոգևորական ես, դու ինչ-որ իմաստով այո, ես շարժման խարիզմատիկ առաջնորդն ես, քաղաքական նաև առաջնորդն ես, բայց հետևից ով է գալի։ Պիտի ցույց տաս մարդուն։ Էական էր այդ դեպքում, բան։ Շատ ավելին ձեզ ասեմ։ Բայց եթե ասում եք Փաշինյանը չարիք է, աղետ է, սրոնից վատ չի կարող լինել, տականքա դավաճան է, այս բաները որ ասում եք, էլ դրանից հետո ինչ էականով կլինի։ Շատ էական է, որովհետև թեկուզ մեր առաջին հարկի հարևան Վալոդ Ջաջան կար, պարոն Չալաբյան։ Չէ, ջանս, լսի մի հատ էլի, տենց չի, որովհետև մարդը, այն այսպես ասած միջին վիճակագրական մարդը, տենց չի մտածում։ Մարդկանց հետ որ շփվում ես, մարդը ասում է, որ Փաշինյանին տարար տեղը ում ես բերելու։ Իրա գլխում է դա, ախր գիտեք ինչու՞մ է խնդիր էլի։ Մենք ունենք ընդդիմության մի հատ թեև, որը անընդհատ այդ մանտրայի մեջ է, որ Փաշինյանը չարիք է, տեղը Վալոդն էլ գա լավ է, բայց մարդիկ տենց չեն մտածում։ Մարդիկ ասում են, իսկ ես անընդհատ մարդկանց հետ շփվում եմ, չէ՞։ Ասում են, ամենապարզ հարցը տալիս են, ասում են, որ դու գաս Փաշինյանի տեղը, դու ինչ ես անելու։ Քեզ այդ հարցն են տալ։ Դու ո՞նց ես փոխելու։ Դա նորմալ է, որ առաջանա այդ հարցը։ Եվ իդեպ ես ձեզ ասեմ, դուք հիշեք, որ Սրբազան պայքարը ի վերջո տենց իր էներգետիկան ընկավ, հա, եւ ինքը գնաց մարման։ Իթիվս այլոց, որտեղ մարդիկ այդ հարցի պատասխանը չեն ստանում, որտեղ մարդկանց գլխի մեջ նաև տեղեր գտել են բանը, ворթը,
որ Բագրատ Սրբազանի մեջքի հետևից գալու են նախկինները։ Հասկանում եք, այսինքն բայց ես իրան ասում եի, դու ցույց տուր, ով է քո բանը, այսպես ասած թիմը, բեր նոր։ Այսինքն դու կողմ եք, որ թող Փաշինյանը մնա, մենակ նախկինները չգան։ Չէ, ես դրան չեմ կողմ։ Ես կողմ եմ, որ Փաշինյանը գնա, բայց ես կողմ չեք, որ նախկինները գան։ Ավելի լավ է Փաշինյանը մնա։ Ես ոչ թե կողմ չեմ, որ նախկինները գանի, բայց ես ասում եմ նախկինը չեն կարա գան։ Չեն կարա նախկինները գան։ Խնդիրը ինչու՞մ է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը Փաշինյանին կողմ է, Փաշինյանին դեմ է, մեկը նախկինների վերադարձ չի ուզում, հասկանում եք, չի ուզում։ Այդ պարզ ճշմարտությունը, քանի որ պարբերաբար մեր Արար հիմնադրամը սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում, մենք այդ պարզ ճշմարտությունը արդեն սովորել ենք։ Չեք վստահում Բագրատ Սրբազանին, ինքը կլներ անցումային կառավարիչ, դուք քայլում եք համ այդ մարդու հետ, համ գնում եք հարցազրույցին, ասում եք հələ մի րոպե, ինքը որ կառավարիչ եղավ ում է հետևից բերելու։ Թող լիներ անցումային շրջանի զուտ ընտրությունները Փաշինյանի վարչական լծակներով չանցկացնելու համար, հետո Կերևարով կլիներ, արդար մրցակցային ընտրություններ կլինեին, ով լիներ։ Սիմե ջան, նույնիսկ ես ասում, ուրեմն Բագրատ Սրբազանը որ գա իշխանության, հա, ինքը չէր կարող վարչապետ լիներ, հիշեք, որ սահմանադրական որոշակի կարգավորվածություն ուներ։ Այո, խնդիր ուներ։ Դրա մասին էլ եմ ես ասել։ Ես միջոցի համար ասեք անակնկալ էր։ Ես չգիտեի, որ ինքը Կանադայի երկրորդ քաղաքացիություն ունի, ընթացքում եկել պարզվեց։ Երբ որ պարզվեց, ես այն հազվագյուտ մարդկանցից մեջ մեկն եմ եկել, որ ասում, անգեր գիտես, քո համար ախր չէ կարող այս համանդրություն փոխենք։ Որտեղ այնտեղ կային մարդիկ ասում էին, դե բան հիմա եթե այնպիսի իրավիճակ է երկիրը կորցնելու շեմին ենք, քանի անգամ է այս իշխանությունները սահմանադրության վրայով անցել են։ Մի անգամ էլ մենք ոնց որ այսպես է խոսել, իհարկե ես էլ եմ դեմ, որ եթե օրենքները ոտնահարվեն եւ այլն։ Ես ես հիշեցնեմ, իդե որ Բագրատ Սրբազանը եկավ առաջին հերթին ճշմարտությունը վերականգնելու բանի տակ, հա, այսպես ասած լոզունգի տակ։ Բայց եթե դու գալիս ես ճշմարտություն վերականգնելու, դու չես կարող արանքում մի հատ էլ բան անես, էլի ճշմարտությունը զոհաբերես։ Եթե դու համարում ես, որ սահմանադրությունը կարա փոխվի միայն ժողովրդի կամքով, հանրակրվեի միջոցով, ուրեմն չես կարող քո տակ, քո ասենք, քո քեսի, քո իրավիճակի տակ սահմանադրություն։ Շատ լավ, դուք ունեիք դրա պնդումը, համոզմունքները եւ առաջիններից մեկն եմ իրան դրա մասին ասել, ինքն էլ այդ ժամանակ ինձ անես նեղացավ, ասում ես, ինչ ես ասում, բան Բայց ճիշտ չարեց, որ նեղացավ պարոն Չալաբյան, որովհետև այդ իրավիճակում մի հատ էլ ընդդիմադիր դաշտից այդ հարվածները ստանալը, լավ չէ լռեիք այդ ընթացքում, պարոն Չալաբյան։ Խոսեիք, հա, հասկանայիք, որ այստեղ խնդիր կա, իրեն ասեիք, եթե դուք իսկապես ուզում եք իշխանափոխություն լինել։ Ես մի բան ասում եմ, տեսեք ինչու է խնդիրը։ Հիմա դուք ընչեք ինձ կոշտ հարցեր տալ, որովհետև ուզում եք, որ ընդդիմությունը մաքուր լինի, չէ՞։ Այո։ Բայց չէիք ուզում նույնը Բագրատ Սրբազանի դեպքում, բայց նույն խնդիրն է։ Ես Բագրատ Սրբազանին էլ եմ հյուրընկալել տաղավարում եւ իրեն ոչ ցանկալի հարցեր ուղղել եմ։ Այսինքն նույն տրամաբանությունը այնտեղ պետք է գործի։ Ինքն էլ պետք է անխոցելի լիներ, որովհետեւ եթե մենք չենք ասում դրա մասին, մենք խնդիրները չենք բարձրաձայնում, մի անհանգստացեք, ԿՊՆ այդ խնդիրները կգտնի միևնույնն է, եւ ոչ թե կբարձրաձայնի։ Ինքը կուրճացնի այդ խնդիրները, ինքը դա ծաղրի կվերացի։ Նորմալ էր, պարոն Չալաբյան, բայց ոչ ընդդիմադիր դաշտից եկեք ընդունենք։ Չենք ընդունի, Ռիփսի Բենջան, չենք ընդունի, բացատրում եմ ձեզ նորից։ Եթե դուք ինձ հարցեր եք տալի, որովհետեւ ուզում եք, որ ընդդիմությունը անխոցելի լինի, ցանկացած ընդդիմադիր գործիչ էլ կարա նույն տրամաբանությամբ ուրիշներին հարցեր տա, որովհետեւ մենք ուզում ենք, որ անխոցելի լինի մեր բանը։ Նույն ձև Փաշինյանը բանակի մասին էր ասում, երբ որ ասում ենք մի հանեք այդ լվացքը մի փռեք, մեր գեներալների չեպեները, այսպես ասած, մի բան արեք, բարձրաձայնեք, թշնամի կա, լսում է, հետևություններ է անում, ասում է նույն արդարացումներ է անում։ Նորից ասում էր բանը, էլի մենք դի անխոց է մեր բան, բա մենք մեր խնդիրները մի հատ չգույքագրենք։ Բանակը այլ է, բանակը որովհետև անմիջականորեն առնչվում է մեր ու ձեր բոլորիս անվտանգությանը։ Բանակը մի քիչ այլ է։ Բանակի մասին ես շատ խնդիրներ գիտեմ, որ ընդհանրապես չեմ բարձրացնում։ Ընդհանրապես չեմ բարձրացնում։ Այդ ճիշտ չէ համացությունը, բել քաղաքական դաշտում նույնից եմ ասում։ Բայց եթե իշխանափոխություն ես անում, որ երկիրը փրկես, որ ասում ես այս իշխանությունը սանտիմետր, հեկտարներով տարածքները սենց քայլ տալիս է, ամեն օրը վտանգ է մեր երկրի համար, դուք եք ասել բազմիցս, որ իր ամեն օրը ավելի է վատթարացնում մեր վիճակը, բայց հիմա այդ իրավիճակում քանի որ իմ բարձրացած խնդիրները լուծում չստացան, մենք չկարողացանք իշխանափոխություն իրականացնել։ Չկարողացանք իշխանափոխություն, որտեղ մարդիկ հետ կանգնեցին։
Սրբազան պայքարից հետ կանգնեցին։ Այդ վերջի օրը հունիսի 12-ին, երբ որ տեղի ունեցավ այն հայտնի բախումը, երբ որ 100 մարդ վիրավորվեց եւ այլն։ Հունիսի 12-ի ազգային ժողովի մոտ 1300-ից փողոցում մի քանի հազար մարդ էր կանգնած։ Իսկ մայիսի 9-ին դրանից մեկ ամիս առաջ մի քանի տասնյակ հազար։ Հասկանում եք, հենց այդ է խնդիրը, որ մենք պետք է կարողանանք այդ խնդիրները լուծել։ Բայց քանի որ չկարողացանք այդ խնդիրները լուծել, մեր պայքարի էներգիան ինչ որ ես ասեմ, ես այն մարդկանցից մեկն եմ, որ ամենաշատն է կորցրել նրանից, որ այդ պայքարը արդյունք չտվեց, որովհետև ասենք դրանից առնվազն մի կես տարի, մենք եղել ենք շոկի մեջ, նոկաուտի մեջ, մենք մեր ամբողջ էներգիան, մեր ջանքը, մեր կազմակերպչական կարողությունները, ռեսուրսները դրել ենք այդ պայքարի մեջ, ինքը չի ստացվել, դրանց կես տարի առնվազն նոկաուտի մեջ ենք եղել դրանից հետո։ Մեր ընկերների նկատմամբ են հետապնդումներ եղել եւ այլն, հա։ Մեր հիմնական նպատակն էր, որ ստացվեր, բայց որպեսզի ստացվեր, մեր ռազմավարությունը պետք է անխոցելի լիներ։ Ցավոք ինքը տենց չեղավ։ Եվ երբ որ դու խնդիրներ ես բարձրացնում, ախր դու խնդիրները սկզբից ներսում ես բարձրացնում, հետո իրանք լուծում չեն ստանում։ Ստիպված բարձրացնում ես, այո։ Դա պետք է հասկանալ։ Հա, բայց դա հարված ընկալվեց թիկունքից։ Ում կողմից որ ընկալվեց, իր այդ խոսացել ենք արդեն ու բացատրել ենք, որ դա թիկունքից հարված չէ։ Լավ, պարոն Չալաբյան։ Անցնենք առաջ, նայեք, էլի մի բան ձեզ ասեմ, էլի, որ հիմա մեկը գա ասի, գիտես ինչ, հայկվի վարչությունից X մարդը ենթադրենք անցյալում sense խնդիրն է ունեցել։ Չպետք է անդրադառնանք դրան։ Դիվ ինկալենք թիկունքից հարված, պետք է անդրադառնանք, չէ։ Հրապարակային դաշտ ամեն բան չեն հանում։ Չէ, ճիշտ է, առաջինը պետք է ներսի խոհանոցում լուծում եք ձեր ներքին հարցերը։ Բայց հիմա եթե գան, ես էլ իրան ասեմ, կներես, էլ գնա քո գործը չի։ Գնա հրապարակային դաշտում կանի։ Չէ։ Դուք հիմա ուզում եք ամեն դեպքում հեղափոխություն լինի։ Չէ, չենք ուզում։ Չէ, հեղափոխություն մենք չենք ուզում։ Մենք հեղափոխական չենք։ Մենք փողոցով չեք ուզում հեռանա Փաշինյանը։ Չէ, մի րոպե, այդ տարբեր բան են, ախր հեղափոխությունը եւ փողոցով հեռանալը դրանք տարբեր բաներ են։ Դուք եթե վերցնեք օրինակ Վիկիպեդիան բացեք ու կարդաք ինչա մեջը գրած հեղափոխություն, հա։ Հեղափոխությունը դա հասարակարգի փոփոխություն է։ Ոչ թե իշխանության փոփոխություն։ Այդ պատճառով մեր երկրում մի քիչ աները հասկացությունները խառնվել են։ Բայց առանց փողոցի հեղափոխություն չեք պատկերացնում։ Իշխանապողություն եւ հեղափոխություն դրանք տարբեր բաներ։ Բայց առանց փողոցի հնարավոր չի փողոց կոնսոլիդացնել։ Դուք հիմա ինձ հարցում եք հետվալ ուզում ենք իշխանապողություն ուզում ենք հեղափոխություն չենք ուզում։ Ինչի՞ չեք ուզում հեղափոխություն։ Որովհետեւ հեղափոխությունը բերելու է քաոսի։ Մենք ուզում ենք, այսպես ասած, բան քաոս է, էլ ինչ, սրանից ավելի քաոս լինի, պարոն Չալաբյան։ Շատ ավելի վատ քաոս կարող լինի։ Դուք ինձ թվում է երիտասարդ անիշխանություն լինի մտածում եք 90-ական թվերը թե ինչ քաոս էր, այն ժամանակ սպանում էին մարդկանց փողոցներում, սպանում էին։ Այն ժամանակ բանակում տարեկան 94 թվից հետո որ բանակը վերադարձավ Արցախից, բանակում տարեկան 300 հոգի մարդ էր զոհվում։ Ոչ կանոնադրական հարաբերություններից չեն հիշում։ Դե պատերազմական իրավիճակի հետևանքները Հիմա կներեք էլի հիմա շատ բաներով սարսափելի է իմ համար եւ շատ վատ է, բայց հիշեք օրինակ Սիրիայում երբ որ մարդիկ գնացին Ասադի դեմ հեղափոխության, գնում էին այն տրամաբանությամբ, որ գցեն այդ վատ Ասադին, բերեն ժողովրդավարություն եւ այլն, բերեցին քաոս, սպանդ, ցեղասպանություն եւ այլն։ Հիմա տեսեք, իմ համար շատ վատ է։ Իմ սիրտը կայնում է այս իրավիճակից։ Բայց ես չեմ ուզում իմ գործողությունով էլ ավելի վատ վիճակ ստեղծեմ, հասկանում եք։ Պետք է զգուշ լինել այդ իմաստով։ Դու պետք է հասնես իշխանապողության առանց նրա, որ երկիրը տնկղվի քաոսի մեջ։ Իդեպ Թուրքիան, Ադրբեջանը, ատամները սրած նստած սպասում են, որպեսզի այդ քաոսը տեղի ունենա, իրանք էլ դրանից օգտվեն, մի հատ նորից հարձակվեն։ Հա, մի հատ չաղթիկա տանեն։ Այդ իմաստով մենք պետք է հասկանանք, էլի մենք մի քիչ բան է, էլի մուրճի ու զնդանի արանք ենք։ Փաշինյանն իր գործողությունով շատ հստակ տենց լարել է այդ մուրճն ու զնդանը։ Այսինքն ամեն դեպքում սպասում է 26-ի ընտրությանը, տեսնեք ինչ կլինի, բայց վստահ եք, որ 26-ի ընտրությանը Փաշինյանը գործի է դնելու իր բոլոր լծակները, վարչական։ Հիմա էլ է դնում, քիչ է դնում, 4 բան ունենք, սրբազան ունենք բանտում։ Այս բանով էր տեսել։ Վաղաշաբաթ ընտրությունները մենք մի մասին էլ չգիտես ինչ կոմպրոմատների կամ այլ բանի միջոցով կանչում է կառավարություն, յուրային է դարձնում եւ ԱԱԾ-ին է մի մասի դեմ ուղղակի կամակատար է դարձնում, կամակատար։ Ես այդ իմաստով ասեմ ձեզ, այն ինչ որ հիմա է տեղի ունենում, դա իսկապես աղետալի է, եթե մեր երկիրը շարունակի այս ճանապարհով ընթանալ, ինքը ապագա չունի ոչ մի տեսակ։ Մենք հետ ենք վերադառնում 37 թիվ։ Ես վերջերս հարցազրույց եմ տվել, ասում եմ, ես լրիվ արդեն բերեայի մեթոդներով են գործում։ Փաշինյանը սկսել է բերեայի մեթոդներով գործել։ Բայց նորից եմ ձեզ ասում,
ինչքան էլ վատ լինի Փաշինյանը, ինչքան էլ վատ լինի Բերիայի մեթոդները, երկրում անիշխանություն եւ քաոսը էլ ավելի վատ բան է։ Մանավանդ այն պայմաններում, երբ որ դու ունես արտաքին թշնամիներ, որոնք դրանք սպասում են։ Դրա համար իշխանափոխությունը պետք է անել շատ հաշվարկված ճանապարհով, որ դու մի կողմից կարողանաս Փաշինյանից ազատվես, բայց անցնցում լինի դա հասարակության համար։ Թույլ չտաս, որ այդ ցնցումները երկիրդ կործանեն, հասկանում եք։ Քանի որ եկեղեցուց խոսեցինք, պարոն Չալաբյան, չեն կարող շրջանցել այս հարցը, երկրի թիվ 1 օրակարգային հարցն է դարձել եկեղեցու դեմ արշավի հարցը, ուրեմն բանը հասել է այնտեղ, որ Նիկոլ Փաշինյանը իր լսարանի առաջ դասախոսությամբ է հանդես գալիս ու հայտարարում է, որ մեջբերում եմ, մենք քրիստոնյա ենք, որովհետև Տրթատ 3-ը առավոտյան զարթնելա ու հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք, ուրիշ պատճառ չկա, հաջորդ մարազմը, որ ասվում է, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը ուր են գնացել, գնացել են Վռամշապուհ արքայի մոտ, Մաշտոցը պետական պաշտոնյա էր կրոնավոր դառնալուց առաջ, այսինքն ասմախի 301 թվից առաջ մենք հայ չենք եղել, ասում հայ ենք եղել, մինչև քրիստոնեության ընդունումը, եղել ենք մեր թագավորների հայ լինելու պատճառով, այսինքն մեր ինքնության շեշտադրումները այսպես է մատուցում հանրությանը, պարոն Չալաբյան։ Հիմա մեր վարչապետին, մեր երկրի ղեկավարին դուք ոնց ավելի մատչելի ձևով կարող եք բացատրել, որ քրիստոնեության գլուխը Հիսուս Քրիստոսն է եւ հայ առաքելական եկեղեցու հիմնադիրները Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներն են, դրա համար է կոչվում դա առաքելական։ Ոնց այս պատմական անցքերի շեշտադրումները ճիշտ ռելսի վրա դնել։ Եկեք մի քիչ ուրիշ տեղից սկսենք, էլի դուք արդեն դրեցիք հիշատակելով Թադեոսին, Բարդուղիմեոսին, նայեք։ Նախ եկեք հիշենք հետո մեր Սահմանադրության 17-րդ հոդվածը բաժանում է պետությունը կրոնական կազմակերպությունից եւ եկեղեցուց։ Այո։ Եվ դա նշանակում է, որ Փաշինյանին ուղղակի պետք է այսպես ասած գնալ, բացել Սահմանադրության 17-րդ հոդվածը կարդալ, հա, մտնել զուգարան, թրաշվել դրանից հետո նորից ու վերջ տալ այս ապուշությունը, որովհետև սա ապուշությունն է ուղղակի։ Այդ իր պնդումները, Տրդատ արքանա ստեղծել քրիստոնյանը, հայ առաքելական, Տրդատ արքան չի ստեղծել, Գրիգոր Լուսավորիչն է ստեղծել։ Այո, հայրապետերն է դրան։ Ավելին Գրիգոր Լուսավորիչն 13 տարի պահել է զնդանում, որ վիրապում, որում շատերս եղել ենք։ Իսկ պնդել, որ դա քիչ է 26 կույսին էլ սպանել է եւ այլն, այսինքն Տրդատ արքային պետք չէ վերագրել։ Բայց եթե նույնիսկ Տրդատ արքան ստեղծածն էր, դրանից ինչ հետևություն։ Այ ջան, դու ի՞նչ կապ ունես դրա հետ։ Կարող է Տրդատ արքայի մոտել էր վարչապետ աշխատում։ Դու ի՞նչ կապ ունես։ Քո հետ ինչ կապ ունի։ Եվ ընդհանրապես ամենապարզ բանը, որ ես ուզում եմ ասեմ Փաշինյանին, լուրջ եմ ասում, գնա Տրդատ արքայի ժամանակվա Հայաստանի սահմանները վերականգնի մի հատ։ Նոր արի համեմատվի։ Դարի թագավոր էդ է։ Նոր արի խոսա։ Դու ով ես արա Տրդատ արքայի մասին խոսաս, ով ես, թագավոր ես։ Հայքի մեծ հայքի թագավորն ես։ Դու ընդհանրապես քո ասած կոչած իրական Հայաստանի, այսպես ձախողված վարչապետն ես։ Դու ով ես Տրդատ արքայի անունից խոսաս։ Մեկ պապ թագավորի անունից է խոսում, որն ավելի մոտ է։ Շատ հաճախ համեմատում է։ Հիմա Տրդատի մասին է խոսում։ Լավա չի շել Աբգար թագավորին, որը Քրիստոսին առաջին համակ գրած հայ թագավորն է։ Այնքան պատմություն աշճանաբար սովորում ես, տենց կտոր սովորում ես, չի նշանակում, որ դու պատմություն գիտես, կրոն գիտես, փիլիսոփայություն գիտես, ու տգետ ես, հայտնի տգետ ես։ Դու համասարանին ինչ չես ավարտել։ Այս ամբողջ երկինը քո տգիտության ձեռը կրակն է անգել։ Հերիք էլի այդ պատմական էսկապադները տանել էլի։ Ասում եմ նորից կրկնում եմ, կգնաս մեծ հայքի սահմանները կվերականգնես, ինքը թագավոր կդառնաս, կգաս այդ ժամանակ եկեղեցուն պարներ կդնես։ Թե չէ, այս եկեղեցին կներես, այս եկեղեցին մեծ հայքի եկեղեցին է իսկապես։ Այո։ Սա իրական 4-րդ հանրապետության եկեղեցի չէ, սա հայ ազգի եկեղեցին է։ Լոս Անջելեսից մինչև Մելբուրն էս հայկական եկեղեցի է։ Դու ով ես այստեղ կաթողիկոս փոխես, կաթողիկոսին կտրիչ անունով կոչես, դու ի՞նչ գործ ունես։ Քո գործն է։ Կաթողիկոսը կարգալույց է եղել, որ իրան բանես Ավազանի անունով ես կոչում։ Այ Նիկոլիկ։ Այ Նոլիկ եւ այլն էլի։ Ես երբևէ sense ցույց չեմ տվել, բայց դու ով ես կտրիչ ասես կաթողիկոսին։ ՔՊ-ի մանկլավիկներն էլ շարունակում են նույն թեզերը շրջանառել, ասում են դե մաֆիոզա է, ինչ կաթողիկ, ասենք դուք պատկերացնեք վեհապար հայրապետի երկրի սիմվոլի խորհրդանիշի հասցեին, ինչ ասես ասեն։ Ես ես ասում եմ, տեսեք, այդ մարդիկ, չեմ ուզում այդ ամեն ինչ ամբողջ ՔՊ-ին վերագրեմ, էլի, բայց մեծ մասը է ձեր։ Այդ մարդիկ, իրանք մեծ մասը կյանքում չկայացած
պատահականության միջոցով իշխանության մեջ հայտնված, արագ հարստացած, թանկ հագնվող հիմա, կրթություն չունեցող, բայց ամբիցիաներ ունեցող մարդիկ են։ Իրանց համար ցանկացած մարդ, որ ասենց կյանքի երկար ճանապարհով, երկար փորձառությամբ, ճգնելով, տքնելով եկել է հասել է ինչ-որ տեղ, կայացել է։ Իրանց աշկի փուշն է։ Ռուսան ջան, դուք եք իրանց աշկի փուշը, ես էլ, Գարեգին երկրորդ կաթողիկոսն էլ, Սրբազանն էլ, Բագրատ Սրբազանն է, կամ Միքայել Սրբազանը, որ ընդհանրապես արքայական տոհմի ծնունդ է։ Բայց բոլորը իրանց աշկի փուշն են, որովհետև իրանք երբևիցե ինչքան էլ հարստանան, ինչքան էլ իշխանություն ունենան, ինչ էլ ունենան, չեն հասնելու այդ մարդկանց ամենակարևոր բանով։ Իրանց հոգևոր հարստությամբ չունեն։ Ես չես կարա։ Նյութական է միայն։ Փողով հոգևոր հարստություն չես կարա։ Դու մեկը մնալու ես այն գաճաճը, որ երեք մերցի դեմ տեսել եք, չէ՞, ինչ դեմքով էլ մերցին բարևում։ Դու մնալու ես այդ գաճաճը։ Շողոքորթ, պորոտախոս, գաճաճն ես մնալու քաղաքական։ Նույնն ես մնալու։ Դրա համար պետք է նախանձեն, դրա համար պետք է անուն կպցնեն, ավազանի անունով, մաֆիոզ, այս եւ այլն։ Սկզբից մեղադրում էին, որ երեխա ուներ, հիմա մեղադրում են, որ մաֆիոզ է։ ԱԾ-ի գործակալ։ ԱԾ-ի գործակալ է, գրոյի գործակալ է, այսն, մի հատ կողմ նոշվեք, բա դուք ինչ եք, դուք ինչ եք։ Ամեն մեկի տակը որ քչփորենք, ամեն մեկի տակը քչփորենք, ամեն մեկը մի հատ Արտասամանյան հետախուզության հետ կապ եք ունեցել։ Ամեն մեկը իշում է գործակալական թուղթ եք ստորագրել եւ այլն։ Որ տակն հետ քչփորենք, կհայտնաբերենք եւ իդեպ համոզված եմ, որ ժամանակը կգա, կքչփորենք ու կհայտնաբերենք։ Կդրվի սեղանին։ Բնականաբար իհարկե։ Իդեպ հարստությունից խոսեցիք, ուրեմն Սրբուհի Գալյանը նայում եմ ճեպազրույցը լրագրողներիդ, ասում է ես սովված չեմ եղել երբևէ, որովհետև ես լավ եմ սովորել ու լավ եմ վաստակել, ու այն ծանր աշխատանքը, որ ես անում եմ, $200,000 տունը ինչ է, որ ես չունենամ։ Չեն էլ ընդունում, որ իրենք այսպես քայլելով ոտվոտ եկել են ու վարկենական հարստացել են։ Անձամբ Սրբուհի Գալյանը ինձ թվում է Նիկոլիս Նիկոլա էլի։ Այդ ես զարմանում եմ։ Շատ պաշտպանում է։ Այդ աղջկա բանի վրա, այտենց բառապաշարի, ասենք ցանկացած անհետ գաղափար, որը Փաշինյանը գցում է շրջանառության մեջ, Սրբուհի Գալյանը վերցնում ու ծաղկացնում է, զարգացնում է եւ այլն, էլի, դարել է նրա մեկ Ալեննա Սիմոնյան տենց, մեկ ես կարծում եմ, որ իրանք բոլորը ի վերջո հայտնվելու են նույն տեղում, էլի, հստակ ուղով գնում են դեպի այդ տեղը, եւ չեմ կարծում, որ ես իր արածը նույնիսկ պետքա մեկնաբանեմ, էլի, իհարկե լպիրշությունը։ Չէ, միջից ես դեմ չեմ, որ գիտեք, ասենք նախարարները կամ պրոֆեսիոնալներ եւ այլն լավ վաստակեն եւ այլն։ Ես դրան դեմ չեմ։ Բայց երբ որ օրինակ այդ այսպես ասած փառահեղ կոգորտայից Արսենը Թորոսյան գալիս է ասում է, հա նորմալ է որ մենք միլիոններ ենք ստանում, բայց փող չունենք բյուջեին, որ թոշակառուների, որոնք չքավորության մեջ են։ Իրաց թոշակը բարձրացնենք, իմ մոտ ինչ-որ մի հատ դիսոնանս առաջանում էլի։ Մարդիկ միջից իրեն պատասխանել են, ասում են աշխատավարձից դուր։ Քոպես այսպես պորոտախոսների, ձերիակերների նվիրյալների իշխանություն եք եկել։ Հենց առաջին տարում բացահայտեցին, որ 500 քանի միլիոն պարգևավճար են տվել իրենք իրենց ազգային ժողովում։ Ի սկզբանե նվիրված էին փողին, այստեղ եկնող աղջիկ է, ի սկզբանե։ Եկել էին փող սարքելու համար, որտեղ նախանձում էին, նայում էին, ասում էին, «Ես ոնց կգնի»։ Ինչի իրանք ուտեն, հենա մենք։ Հա, Շմայսը փող աշխատում, Ավելը փող աշխատում, Չորնի Գագոն փող աշխատում, Նեմեց Շուբոն։ Բախի մենք իրանցից վատնենք, մենք էլ գնանք, տենց մի քիչ ավելի տենց պուպուշ փաթեթավորված մեթոդներով մենք էլ փող աշխատենք, այդ են անում։ Ինչ զարմանալու բան։ Թոշակառուների մասին խոսեցիք, Հայակվեն նախաձեռնություն ունի, ստորագրահավաք եք իրականացնում, թոշակը 50%-ով բարձրացնելու համար հանրագիր բանով, ձևաչափով։ Տեսեք Փաշինյանը ինչ ասում, նախ ինչ է տալու ընդհանրապես այդ նախաձեռնությունը, որովհետև ԿՊ-ն եթե բարձրացնելու լիներ, կբարձրացներ, ասենք, ինքը շատ լավ գիտի։ Պետք է բարձրացնի, մենք կբարձրացնենք։ Մենք դա ըստեյության մեր նախընտրական ծրագրի մասը։ Մենք կբարձրացնենք։ Հենց դարձակ իշխանության 50% կբարձրացնի։ 2 տարում, մենք ասենք 2 տարում։ Բայց այդ ստորագրահավաքը իրականացվում է, որ հիմա օչանեք բարձրացվի։ Չէ, բնական է, մենք ստորագրահավաքը իրականացնում ենք հիմա, բայց դա նաև մեր ձեռքում որոշակի գործիք է, դա հետագայում իրականացնելու համար մենք մեր ապագա ընտրողից այդ իմաստով բան ենք ստանում, մանդատ ենք ստանում։ Մարդիկ ստորագրում են, որպեսզի թոշակը բարձրանա, մտի ԿՊ-ն չի անի, մենք կանենք։ Այդ տիպի խոստումներ շատ ավելի
ճոռոմ խոստումներ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ տվել էր արդեն այս հանրությանը, պարոն Չալեբյան, եթե հիշում եք, պետք է մեր բնակչությունը 5 միլիոն դառնար, ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է չեմպիոն լիներ, Եվրոպայի աշխարհի առաջնության չեմպիոն լիներ, բայց մենք տեսնում ենք էլի խոսքի ու գործի էական, այսպես անդունդային տարբերությունը, հա, բայց տեսեք, թոշակների հետ կապված ուրեմն ինչ ասում, նույն Փաշինյանն լիքը բաներ ասել թոշակառուների աղքատության հաղթահարման, ընդհանրապես ծայրահեղ աղքատություն պիտի չլիներ մեր երկրում, տուգանքները պիտի ջրեին, հազար ու մի բաներ ասել, բայց այսօր կանգնում ազգային ժողովի ամբիոնի մոտ ասում է, մենք կարայինք տենց 10400 դրամ բարձրացնել թոշակը, բայց թոշակառուները չեն կարող դա արդյունավետ ծախսել, ասենք փողը կտանեն ամբողջ կծախսեն իր լոգիկայով, կպրծնի այդ փող, բայց մենք ավելի նորմալ տեղ ենք այդ փողը ներդնում, սիրելի թոշակառուներ, առողջապահության, ապահովագրության մեջ ենք ներդնում։ Հիմա այս խոսույթը ո՞նց եք մեկնաբանում։ Ցինիզմը, ծայրահեղ ցինիզմը, դուք պետք է տեսնեք թոշակառուները իրանք ոնց են դրան պատասխանում։ Անեծկով ուղղակի։ Ասում են մենք սովի մեջ ենք, մեզ միջոցները չի երիքում նույնիսկ կոմունալ վճարներ իրականացնելու։ Դու ոնց որ դու ծաղրում ես մեզ, ասում ես մենք չենք կարող ծախսենք, այս ինչ անհրաժեշտ, չենք կարող գնանք խանութ թթվասեր կամ հաց առնենք։ Ի վերջո թող մենք ընտրենք, մենք դեղ ենք ուզում առնենք, թե ինչ ենք ուզում։ Չենք կարող գնանք դեղ առնենք, որը դուք այդ ձեր բանով 3 անգամ ավելի թանկ եք մեր վրա ծախում, քան թե հարևան երկրները, որտեղ մենաշնորհներ եք ստեղծել, որ մեջից լափում եք, ելույթ էլ կպարզվի մոտ ապագայում։ Մենք չենք կարող ծախսենք, ինչ նշանակում չենք կարող ծախսենք։ Հիմա տեսեք ինչու է խնդիրը։ Ինչու է Փաշինյանը դա դնում առողջապահության եւ ինչա ոչ միայն առողջապահության, ասֆալտի, պետական պարտքի ուռճացման, մանկապարտեզ դպրոց, հա, այս բաների մեջ։ Դպրոցը հեքիաթ է, տենց բան չկա։ Հա, չի էլ իրականացրել։ Չէ, հեքիաթ է։ 500, հա, այդ գիտեք որ դրանից 30 քանիսն սարքել, այդ հեքիաթ է։ Սարքասն գնում ես մի հատ 10 կայ բանես անում, ոնց որ Չախոյանն անում, սկսում է ծեփը թափել, էլի։ Կամ ինքը գալիս է քաշում է, ասենք ինքը դուշը մնում է, տեսանք Փաշինյանի սարքած, էլի։ Դե ինքը մեծ շինարար է, չէ։ Այդ ձևի շինարարներից ձեռից երկիրը քանդվում է, էլի։ Բայց խնդիրը այդ չի։ Խնդիրը հետևյալն է, իրանք ինչի են օրինակ դնում առողջապահության մեջ։ Շատ բարձ, որտեղ նախընտրական տարում կարան մեջից շատ լավ մեղմ ասած փող հանեն ու օգտագործեն իրանց ընտրաշավի վրա։ Որտեղ մտածում ես ինչ աբսուրդ է։ Ինչի համար եք փողը նախ վերցնում են, հետո դա համար եք, այո, անցած ուրբաթ օրը ասուլիս ենք տվել ըստեմով։ Շատ բարձ բան եմ ասել։ Ասել եմ, որպեսզի կենսաթոշակները 25%-ով բարձրացվի, որովհետև 25% մի տարի է բարձրացվում, եւս 25% հաջորդ տարի, 2 տարում ենք ասում ենք, հստակ։ Պետք է 87 միլիարդ դրամ։ Այդ առողջապահության, այդ հսկայական այդ բանի վրա իրանք նախատեսում են մյուս տարի ծախսել հավելյալ, ոչ թե ընդհանուր, այլ հավելյալ 111 միլիարդ դրամ։ Հիմա շատ բարձ հարց եմ տալի, ասում եմ Ժորժ ջան, այդ 111 միլիարդը որ ունեք, բան չի չեք ուզում դնեք թոշակները բարձրացնելու մեջ։ Պարզ բան է, ինքներդ եք որոշում ուր եք ծախսելու, չէ։ Ինքներդ եք որոշում, այսինքն դա հավելյալ ծախս է, որը այս տարվա բյուջեում չի եղել։ Կարա եք որոշեիք թոշակի վրա ծախսեիք, կարա եք որոշեիք առողջապահության, չի։ Որտեղ մեր երկրում առողջապահությունը, քանի որ մեծ մասը մասնավոր է, նա հնարավորություն է տալիս այդ փողերի այսպես շրջանառություն իրականացնել ու մեջից շատ լավ փող գտել։ Դու մտածում ես դրա մասին, այսպես ինչ ծայրահեղ ցինիզմ է ուղղակի։ Իսկ ինչ ծայրահեղ ցինիզմ է, էլի։ Ֆեյսը ու ընդդեմ ոչ մեկ իրանց չի խեղդում, ոչ մեկ չի ասում այդ առողջապահության, ընդդեմ չենք էլ ասում, որ մի ծախսեք, ասում ենք ընդհանրապես ասած, այդ առողջապահության ապահովագրության համակարգը փուլային է պետք ներդնել։ Փուլային 111 միլիարդի փոխարեն 30 միլիարդ դրեք քիչ աշխատացրեք համակարգը, ինքը տեսեք աշխատում է, թե չէ, ի վերջո լիքը նման համակարգեր ներդրվել են ու չեք կարողացել ի վիճակի չեք աշխատացել։ Ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ այդ առողջապահության ապահովագրությունը ամենաբարդ թեման է։ Շերտերով է լինում։ Չէ, ամենաբարդ թեման է, ուզում եք Միացյալ Նահանգներ վերցրեք, ուզում եք Բրիտանիա վերցրեք, ուզում եք Ֆրանսիա, ամենտեղ դա քաղաքական դեբատի արդյունք է, ինչի, որովհետև իմ ձեր առողջությունը դա գծային ինչ-որ ֆունկցիա չի։ Այնքան տեսակ հիվանդություն կա, ամեն հիվանդությունը այնքան տեսակ բուժում ունի, այնքան տեսակ դիագնոստիկա եւ այլն, հենց պետությունը մտնում է դրա կառավարման մեջ քաոս է առաջանում։ Միանգամից այն կարգի խնդիրներ են առաջանում, անլուծելի էլի։ Դե համար ասենք, համբա դուք աշխարհի հետ եք համատում, պարոն Չալեբյան։ Ամբողջ աշխարհը ասում էր կորոնավիրուսը բանը, հելավ ասած կորոնավիրուսը ուսումնա, ընկավ դե, այսինքն ուզում ասել, բարձա որ իրանք այդ հարցում չեն պատկերացնում էլի միշտ մասշտաբները։ Բայց ուզում եմ ձեզ նաև ասեմ հետևյալը, տեսեք, եթե հաջորդ տարի իրանք իսկապես այդ 110 միլիարդ դրամը դնեն առողջապահության մեջ, տես միանվագ, առողջապահության համակարգը պայթելու է ուղղակի։
Ուղղակի պայթել է, որտեղ ինքը չի կարողանալու այդ պահանջարկը սպասարկի։ Այո, չի Չի կարողանալու, մարդիկ հերթեր են կանգնելու, մարդիկ հասկանալու են, որ լիքը բան իրանց զրիա խոստացած գնալու են սկսելու են պահանջել, պարզվի, որ այդ քանակությամբ ոչ կատ կա, ոչ MRT կա, ոչ բաներ կա, դիագնոստիկ սարքավորումներ կա, ուղղակի պայթելու է համակարգը, ամեն ինչ թանկանալու է եւ այլն։ Հիմա ասում ենք, այդ ձեր ցավը տանեմ։ Այս սիտուացիայում խելամիտ վարվեք, ասենք այդ փողի 1/3-ը դրեք դրա մեջ, այն մյուս 2/3-ը տվեք թոշակառուներին, որտեվ թոշակառուների կարիքը շատ ավելի մեծ է։ Փուլ առ փուլ կավելացնեք առողջապահության ապահովագրությունը, չենք ասում մի արեք։ Արեք փուլ առ փուլ արեք, դուք ոնց եք, այս տարի գիտեք ինչքան է դրա բյուջեն, այս տարի 20 միլիարդ է, ասենք թե։ Մյուս տարի դառնում է 130 միլիարդ։ 6.5 անգամ ավելացնում եք մի շուրջ։ Փողապետք։ Հենց դա։ Ընտրություններից առաջ։ Պարոն Չալաբյան մի շատ վտանգավոր հայտարարություն արեց, այսինքն ըստ իս դուք կասեք, հա, դա ինչ վտանգ է իր մեջ ներառում։ Ուրեմն Համբուրգում հայտարարում է լրագրողների հետ զրույցում, որ Ալիևին առաջարկ եմ անում, ասում եմ, եկեք զուգահեռաբար երկուսս միաժամանակ հանենք այս երկու թեմաները օրակարգերից, մենք հանում ենք Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը, դուք հանեք Արևմտյան Ադրբեջան թեման ընդհանրապես ձեր խոսույթից։ Ինչու է Փաշինյանը մեր լեգիտիմ իրավունքի հարցը հավասարեցնում այս հորինովի ինչ-որ ֆրազայի հետ։ Շատ պարզ, նախ եկեք սկսենք հետևյալից, էլի։ Արցախ վերադարձի իրավունքը Փաշինյանի ձեռքը չի ընդհանրապես։ Փաշինյանը Արցախ վերադարձի իրավունք հանող կամ չհանող չի։ Ինքն է ժամանակին ասել, որ Արցախի ժողովուրդը իրան չի ընտրել։ Այո, ես չեմ կարող բանակցել, ասում է։ Ավելին հիմա Արցախի ժողովուրդը համատարած ատում է իրան, որտեղ հասկանում է, որ հայրենազրկման հիմնական մեղավորներից մեկը ինքն է։ Ուստի Արցախի ժողովուրդը իրան բնավ մանդատ չի տվել իր վերադարձի իրավունքը այնտեղ առևտրի առարկա սարքելու։ Ես ինքս երեք ներկա էի Արցախի ազգային ժողովի կողմից կազմակերպված լսումներին եւ բացարձակ կոնսենսուսը բոլոր ներկաների, բոլոր ելույթունեցողների հետեւանն է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը դա անկախտելի միջազգային իրավունք է, եթե նույնիսկ երկար ժամանակ է պետք որպեսզի դա իրացվի, դա ժողովրդի անկախտելի իրավունքն է, այդ ժողովուրդն է այդ իրավունքի տերը, ոչ թե Փաշինյանը։ Փաշինյանը ինչ կապ ունի դրա հետ, հա, այդ մեկ։ Երկրորդը, ինչու է Փաշինյանը դա անում, շատ պարզ, որովհետև նա Ալիևի գործակալն է Հայաստանում, նա Ալիևի ներկայացուցիչն է։ Ալիևը ստեղծում է արհեստական թեմա, այդ թեման փաթեթավորում է, հետո Փաշինյանը ասում է, իրար հետ սիրուն բան անենք, այսպես ասած առևտուր անենք։ Ակնհայտ է, չէ, որ այդ Արևմտյան Ադրբեջան կոչված կեղծ թեմա բանա հակակշիռ է։ Բոլորին էլ Արցախի վերադարձի իրավունք չի, դա ընդհակառակը խորհրդային Ադրբեջանում բնակված հայ բնակչության վերադարձի իրավունքն է, որը կես միլիոն էր կազմում։ Եթե այստեղ 150,000 ադրբեջանցիներ ապրում, այնտեղ իհարկե Արցախը միասին կես միլիոն հայ ապրել, որից ընդամենը 150,000-ներ ապրում Արցախում։ Մնացած 350,000-ը ապրում են Ադրբեջանում։ Ավելի քան 2 անգամ շատ։ Դա շատ պարզ է, որ խոսքը գնում է Գյանջայի, Սումգայիթի, մանավանդ Բաքվի հայության վերադարձի մասին։ Արցախի վերադարձի իրավունքը որևէ կերպ չի կարող դրվել նույն կշեռքի նժարի վրա, որտեղ Արցախը սուբյեկտ է եղել, Արցախ ունեցել է սեփական իշխանություն հայկական, մինչև հիմա էլ ունի, իր բնակչությունը այնտեղ կոմպակտ է ապրել, ինքնորոշվել է, իր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կողմից եւ այլն։ Փաշինյանը, քանի որ փորձում է այդ ամեն ինչը մանրադրամի վերածել եւ արագ վաճառել, բնականաբար այդ կարգի անհեթեթ հայտարարություններ անում։ Ես նորից եմ ասում, տասված մենք բոլորս հասնենք այն օրվան, երբ որ այդ մարդը իշխանազրկվի, դատվելու ենք այդ ձևի հայտարարությունների համար, որովհետեւ դա պետական դավաճանություն է։ Դու ով ես որ Արցախի վերադարձի իրավունքից խոսաս։ Քոնն հետ վերադարձի իրավունքը։ Ով է այդ մանդատը քեզ տվել ընդհանրապես։ Դու երբևիցե այդ մանդատը ստացել ես Արցախի ժողովրդից, որ գնացել ես դա անել սպեկուլյացիա։ Ավելավետ չհիշենք, թե բանակցությունների հետ կապած ընդհանրապես ինչ հակասական մտքեր էր արտահայտել ժամանակին եկավ ասեց բան էլի, պիտի լուծումը բավարարի Արցախի ժողովրդին, բանի Հայաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, հետո տեսանք ինչ եղավ, հետո ասեց ինքնորոշման հարցը միջև չլուծվի, մենք ոչ մի հարց փոխզիջումային տարբերակ չենք քննարկելու, հետո ասեց այն մարդիկ պրոֆեսիոնալ ստախոս է, որը հետապնդում է մեկ շատ կոնկրետ նպատակ։ Հայաստանը հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իր գալու օրվանից աշխատում է այդ նպատակի վրա, բայց հասկանում եք ինքը չէր կարա գալու օրը դա բացահայտ հայտարարել։ Դրա համար ինքը մեր ժողովրդին խաբում է, անընդհատ խաբելով փորձում է մեր զգոնությունը բթացնել։ Հիմա օրինակ տեսեք, գնացել են Ծիծեռնակաբերդում հուշարձանի մի մասը քանդել են, չէ՞։ Հետո ինչ որ մեկը գալիս է դրանից բողոքում է։ Կանգնացնում են, վերականգնում է ու հեսա քանդած վիճակում հուշարձանը կանգնած է։
Իրանք էլ ասում են դե մենք չէ որ ուզում ենք Որ քանդենք։ չբողոքեին, հո չէ, շարունակենք նույն ոճով, բայց տենց ստացվեց։ աղճատել։ Տենց ստացվեց։ Ու վերջ հուշարձանը քանդացա։ Մինչև ապրիլի 24-ն չեն վերականգնի։ Հասկանում եք այդ մեթոդը։ Թեև երթուն պատար էին անում։ Այդ մեթոդը մեր ժողովրդի, այսինքն մեր ջուրահավատ ժողովրդին խաբելու եւ խաբելու եւ շատ կարեւոր է նոր ցեղասպանության տանելու։ Նոր ցեղասպանության, որովհետեւ Փաշինյանի գուցե անձնական չէ, բայց իր տերերի նպատակը հայ ժողովրդի նոր ցեղասպանությունն է։ Եվ իրանք հետևողական քայլերով, քայլ առ քայլ, միանգամից չես կարող անես, հիմա 1915 թիվը չի։ Դա պետք է աստիճանաբար անես։ Քայլ առ քայլ մեզ մոտեցնում են այդ օրվան եւ նորից վերադառնալով նայած ինչ մենք սկսեցինք, մեր նպատակը այնա որ մենք դա կանխենք, չթողենք որ մեր ժողովուրդը հայտնվի ծուղակի մեջ։ Ամփոփելով զրույցը, ես հիշեցի, որ դուք խոսքի ընթացքում ասացիք, որ եկեղեցու դեմ պայքարում է Բերիայի մեթոդներով։ Բերիան գիտենք ինչպես պատժվեց, իսկ Փաշինյանի համար ինչ պատիժ է նախատեսում, ասենք դուք դառնաք իշխանություն։ Ո՞նց եք պատժելու Փաշինյանին։ Շատ անկեղծ ես ասում, տեսեք, մենք Փաշինյանի դեմ արդեն մի քանի հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Ուրիշ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ եւ այլն եւս բազմաթիվ հաղորդումներ ներկայացրել հանցագործության մասին։ Երբ որ իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում, այդ բոլոր հաղորդումները դրանց հիմա վրա պետք է քրեական գործեր հարուցվեն եւ ոչ միայն Փաշինյանի դեմ, այլև բոլոր այն անձանց դեմ, որոնք իրան աջակցել են այդ հանցագործությունները իրականացնել, օրինակ Հովանավանքի գրավումը, ասպատակությունը եւ գրավումը Փաշինյանը մենակ չարել, հետո մարդիկ են եղել, որոնք վերազանցելով իրանց պաշտոնական պարտականությունները, ասենք, թույլ չեն տվել, որ քահանաները այնտեղ մտնեն։ Այո։ Քաղաքացիներն են այնտեղ ստիպողական դուրս բերել։ Գրավել են բանկը, հա։ Հիմա այդ մարդիկ պետք է գան մեր օրենքներով կանգնեն դատարանի առաջ։ Դատարանի առաջ։ Ամերիկայում հետաքրքիր պրակտիկա կա, որ եթե դու բազմաթիվ հանցագործություններ ես գործել, յուրաքանչյուրի պատիժը գումարվում է մյուսի պատիժը, ասենք դու կարող ես հայտնվես դատարանում ու քեզ 3000 տարի անանում, 3000 տարվա ազատազրկում տալ։ Մեր մոտ չկա տենց բան, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանի հանցագործությունները որ գումարվեն իրար, կարող է 3000-ը ցմահ լինի, ոչ թե 3000 տարի։ 3000-ը ցմահ լինի, որովհետև այդ մարդը ոտը, որը դրել է այդ բանը կաբինետը վարչապետության, նա անընդհատ առամարելով մեր սահմանադրությունների որոնքները պարբերաբար հանցանքներ է գործում, վերազանցելով իր իրավասությունները, մեզ բոլորից խաբելով, իրականացնելով գործողություններ, որոնց իրավունքը չուներ, խախտելով մեր սահմանադրությունը։ Իմ պատկերացած պատիժը տենք դրալ համար պետք է պատասխանատվություն կրի։ Գնա կանգնի դատարանի առաջ եւ ամեն մի դրվագով, որի մասին մենք խոսում ենք, պատասխան տա օրենքի առաջ։ Էտա ձևը։ Ինքն անձամբ որտեղ ասել էր ինձ կանգնեցրեք հրապարակում պատի տակ գնդակահարեք։ Մեր բանում քրեական օրենսգրքում գնդակահարությունը նախատեսված չի, գնդակահարություն նախատեսված չի։ Բայց դա իր ցանկությունն է։ Ես կարծում եմ, որ դա իր համար շատ հեշտ բան կլինի, միջոց կլինի արագ ավարտելու ամեն ինչ։ Հիտլերն էլ չէ, վերցրեց ինքը իրան գնդակարեց։ Չէ, պետքա ցմահ 3000 ցմահ նստի։ 3000։ Հա, 3000 ցմահ, որ այն բանից հետո էլ էլի մահից հետո էլ որ չհանգստանա։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Չալաբյան։ Սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը ՀԱՅԱԿՊ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էր։ Կհանդիպենք մյուս շաբաթ ցտեսություն։